Բույսերի հանքային սննդառություն։ Հանքային սննդառությունը բույսերի աճի և զարգացման, անօրգանական նյութերից օրգանական նյութերի սինթեզի և օրգանների ձևավորման, ինչպես ֆոտոսինթեզը ունի կարևոր նշանակություն։ Հանքային սննդառությունը բույսերի բերքատվության բարձրացման գործնական ուղիներից է։ Այն հարցը, թե բույսը ինչով է սնվում և կառուցում յուր մարմինը, եղել է բուսաբանության կարևոր հարցերից մեկը, որով և սկսվել է բույսերի ֆիզիոլոգիայի զարգացումը։ Հանքային սննդառության մասին պատկերացումները ձևավորվել են բուսաբուծության զարգացմանը զուգընթաց։ Դեռևս մ.թ.ա. 5-ից 6-րդ հազարամյակներում մոխիրը, տիղմը, գոմաղբն օգտագործվել են որպես հողի բերիությունը բարձրացնող միջոցներ։ Բույսերի հանքային սննդառության վերաբերյալ առաջին ֆիզիոլոգիական փորձերը և հետազոտությունները կատարել է հոլանդացի գիտնական Վան Հելմոնտը 1629 թվականին։ Նա կավե անոթի մեջ լցրել է 91 կգ չոր հող, նրա մեջ տեղադրել 2,25 կգ-անոց ուռենու ճյուղ և հողը պարբերաբար ջրել անձրևաջրով։ 5 տարի անց հողը և բույսը կշռել է առանձին։ Պարզվել է, որ ուռենու ճյուղի քաշն ավելացել է 75 կգ-ով, իսկ չոր հողի զանգվածը պակասել է 55,6 գրամով, այսինքն բույսի զանգվածը ավելացել է 33 անգամ, չհաշված յուրաքանչյուր տարի թափվող տերևների զանգվածը։ Այստեղից Վան Հելմոնտը եզրակացրել է, որ բույսի զանգվածը ստեղծվել է ջրի հաշվին։ Այդ փորձը հիմք դրեց ջրային սննդառության տեսությանը։ Բնականաբար, Վան Հելմոնտի փորձը չէր կարող հիմք հանդիսանալ հանքային սննդառության վերաբերյալ լիարժեք եզրակացություններ անելու համար, սակայն արժեքավոր էր այն տեսակետից, որ առաջին անգամ ֆիզիոլոգիական դիտարկումներում օգտագործվեց ուսումնասիրության կշռային մեթոդը և այն, որ բուսական օրգանիզմում տեղի է ունենում կլանված նյութերի վերամշակում։ մ.թ.ա. 284-ից 222 թվականին գիտական աշխարհում իշխում էր Արիստոտելի այն կարծիքը, ըստ որի բույսերն իրենց անհրաժեշտ սնունդը բարդ նյութերի ձևով վերցնում են հողից։ Աստիճանաբար կուտակվում էին նոր փաստեր բույսերի սնուցման գործում հողի կարևորագույն դերի վերաբերյալ, և հողը համարվում էր բույսի սննդի հիմնական աղբյուր։ Արիստոտելը հողը համարում էր բույսի ստամոքս։ Դա այն ժամանակաշրջանն էր, երբ բույսերի սնուցման գործում մեծ կարևորություն էր տրվում օրգանական նյութերին։ Այդ պատկերացումները 18-ից 19-րդ դարերում զարգացրել է գերմանացի գիտնական Թեերը։ Նա մշակել է բույսերի սննդառության հումուսային տեսությունը, որի համաձայն բույսերը սնվում են ջրով և հումուսով։ Ընդհանրապես ժխտվում էր մոխրային տարրերը հող մտցնելու անհրաժեշտությունը։ Նույնիսկ ենթադրվում էր, որ մոխրային տարրերը բույսերում ստեղծվում են կենսագործունեության ընթացքում։ Հետագա ուսումնասիրությունները հնարավորություն տվեցին փաստացի դատողություններ անել բույսերի համար հանքային տարրերի նշանակության վերաբերյալ։ Սոսյուրը փորձերի արդյունքում 1804 թվականին եկել է այն եզրակացության, որ հողը բույսերին ապահովում է ազոտով և հանքային տարրերով։ Բուսենգոնը 1837 թվականին ապացուցել է, որ բույսերը կարելի է աճացնել մաքուր ավազի մեջ, եթե նրա մեջ ավելացնեն հանքային աղեր, մոխիր և սելիտրը։ Լիբիխը 1840-ին ճիշտ է գնահատել հանքային տարրերի նշանակությունը բույսի կյանքում։ Լիբիխը ձևակերպել է նվազագույնի և վերադարձման կամ անդրադարձման օրենքները։ Այն է, յուրաքանչյուր տարի բերքի հետ հողից դուրս է գալիս հանքային տարրերի բույսերին անհրաժեշտ քանակություն, որը հարկ է լրացնել։ Հանքային միացություններից զրկված միջավայրում, օրինակ թորած ջրում, բույսերն աճեցնելու դեպքում նրանց մեջ պարունակվում են այնքան հանքային տարրեր, որքան եղել է սերմի մեջ։ Ըստ Լիբիխի, բոլոր տարրերը բույսերի համար կարևոր են և հավասարանշանակ։ Նրանցից որևէ մեկի լիովին բացակայության դեպքում բույսերում առաջանում են էական փոփոխություններ։ Հանքային տարրերից ոչ մեկը մյուսին չի կարող փոխարինել։ Յուրաքանչյուր տարր ունի յուրահատուկ ֆիզիոլոգիական նշանակություն։ Սակայն Լիբիխի ուսումնասիրություններում ևս կան վրիպումներ։ Հումուսը բույսին անհրաժեշտ է որպես ածխաթթու գազի աղբյուր։ Շղթում էր հողի օրգանական նյութերի դերը բույսերի սնուցման գործում և ենթադրում, որ հողի մեջ պետք է ավելացնեն ոչ թե գոմաղ, այլ նրա այրման արդյունքը՝ մոխիրը։ Միաժամանակ կարծում էր, որ բույսերն իրենց ազոտային սննդառությունը կարող են բավարարել օդից՝ ամիակի ձևով։ 19-րդ դարի սկզբին դեռևս իշխում էր բույսերի սնման հումուսային տեսությունը, ըստ որի բույսերը սնվում են ջրով և հումուսով։ Համապատասխան փորձերի հիման վրա 1859 թվականին հումուսային տեսությունը ժխտել են Կնոպը և Սաքսը։ Անհրաժեշտ էր պարզաբանել, թե բույսերի սննդառության գործում հողի բաղադրիչ մասերից որոնք են առավել կարևոր՝ օրգանական թե մոխրային տարրերը, այսինքն հանքային։ Նրանք ապացուցել են, որ բույսերը կարելի է աճացնել ազոտ, ֆոսֆոր, ծծումբ, կալիում, կալցիում, մագնեզիում և երկաթ պարունակող ջրային լուծույթում։ Դա հիմք դրեց հանքային սննդառության ուսումնասիրության և բույսերի մշակման ջրային ու ավազային կուլտուրաների վեգետացիոն մեթոդի կիրառման համար։ Հաստատեց հանքային սննդառության տեսությունը։ Հետագայում հանքային սննդառության տեսության բնագավառում գոյություն ունեցող մի շարք տեսակետներ հաղթահարվել են,
Բուսենգոյի, Հելլերիգի, Վորոնիմի ուսումնասիրությունների հիման վրա։ Բուսենգոն վեգետացիոն անոթներում աճեցրած բույսերի փորձերով առաջինն է ապացուցել, որ ընդավորները ընդունակ են կլանելու մթնոլորտային ազոտը, իսկ Հելլերիգը պարզաբանել է, որ ընդավորներն այդ դերը կատարում են պալարաբակտերիաների հետ համակեցության պայմաններում։ Ռուս գիտնական Վորոնինը պարզել է ընդավորների արմատների վրա գտնվող գոյացումների պալարիկների բակտերիալ բնույթը։ Վեգետացիոն մեթոդը հնարավորություն ընձեռեց պարզաբանել առանձին տարրերի ֆիզիոլոգիական դերը, դրանց շրջանառությունը բույսի ներսում և բնության մեջ։ Հողային մարիաբանության հիմնադիր Վորոնինը խորությամբ ուսումնասիրել է հողում տեղի ունեցող կենսաբանական պրոցեսները։ Ռուս գիտնականները Կոստիչեևը և Դոկուչաևը գիտական հողագիտության հիմնադիրներն են։ Սովետական գիտնական Գեդրոյցը պարզաբանել է հողում հանքային նյութերի կլանման և պահպանման մեխանիկական, ֆիզիկական, ֆիզիկաքիմիական, քիմիական և կենսաբանական ձևերը։ Բոլոր այդ հետազոտությունները հանգեցրին այն տեսակետին, որ հողի բերրիությունը կապված է ինչպես հողի հանքային կազմի և կառուցվածքային վիճակի, այնպես էլ միկրոօրգանիզմների գործունեության հետ։ Բույսերի հանքային սննդառության գործում մեծ նշանակություն ունի հողի արմատամերձ միկրոֆլորան, քանի որ ոչ միայն քայքայվում և հանքայնացվում են օրգանական նյութերը, այլև սինթեզվում են զանազան օրգանական նյութեր, վիտամիններ, ֆերմենտներ, հակաբիոտիկներ և այլն։ Կենսաբանական և քիմիական պրոցեսների միասնության շնորհիվ հողում ստեղծվում է հումուս, բարդ օրգանական նյութ։ Բույսերի օդային սննդառության մասին ուսմունքը վճռական հարված հասցրեց այն պատկերացումներին, թե բույսն իրեն անհրաժեշտ բոլոր տարրերը ստանում է հողից։ Ճշգրիտ փորձերով ապացուցվեց, որ բույսն իր մարմնի 95%-ը կազմավորում է օդից ստացած ածխաթթվի և արմատներով կլանած ջրի հաշվին։ Բույսի այրումից հետո մնում է մոխիրը, իսկ ածխաթթու գազը, ջուրը, ամոնիակը և ծծմբաջրածինը հեռանում են։ Մոխիրն ամենից շատ է բույսի այն հատվածներում, որոնք առավելապես կազմված են կենդանի բջիջներից։ Սերմերն ավելի հարուստ են ֆոսֆորով և կալիումով, այսինքն այնպիսի տարրերով, որոնք ավելի են անհրաժեշտ նոր օրգանների ձևավորման համար և հողում անհամեմատ պակաս են։ Ի տարբերություն կենդանիների, բույսերն ընդունակ են հողից և ջրից կլանել հանքային տարրեր և ենթարկել մետաբոլիզմի, կուտակել իրենց օրգանիզմում։ Հետևություն՝ բույսերը մարդկանց և կենդանիների համար ոչ միայն օրգանական նյութերի ածխաջրերի, այլև նաև հանքային տարրերի մատակարար են։ Հանքային սննդառության ուսումնասիրության մեթոդները բազմազան են, դրանցից են դաշտային վեգետացիոն, մեկուսացված կուլտուրաների և նշանագիր ատոմների ու այլ մեթոդներ։ Դաշտային մեթոդով ուսումնասիրությունները կատարվում են բնական պայմաններում, հատուկ ընտրված հողատարածքում։ Ուսումնասիրման նշված մեթոդի ժամանակ շատ կարևոր է տեղանքի ճիշտ ընտրությունը։ Փորձի համար նախատեսված ուսումնասիրվող հողատարածքը բաժանվում է հավասար հատվածների, որոնցում բույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ գործոնները, ռելիեֆը, լուսային խոնավության, ջերմային պայմաններում հողում հանքային տարրերի պարունակությունը և այլն լիովին հավասարազոր են։ Դաշտային մեթոդով ուսումնասիրվող հողատարածքում բացահայտվում է բույսին առավել անհրաժեշտ հանքային տարրերի պարունակությունը, ուսումնասիրվում են հողի մշակման եղանակները, ցանքի ժամկետը և մեթոդը, բույսերի խնամքը, ցանքաշրջանառությունը և այլն։ Բերենք դաշտային փորձերի համար նախատեսված մի տարբերակ, որում ուսումնասիրվում են տվյալ հողատարածքում ազոտի, ֆոսֆորի և կալիումի պարունակությունը և որպես պարարտային նյութ այդ տարրերը հողի մեջ ավելացնելու անհրաժեշտությունը։ Փորձի համար ընտրվել են հավասար տարածքներ և պարտացվել պարտանյութերի տարբեր համակցություններով։ Ելնելով փորձի տարբերակներում ստացված բերքի արդյունքից կարելի է հստակ պատկերացնել, թե ուսումնասիրվող տարածքում որ տարրերն են անհամեմատ պակաս։ Դաշտային մեթոդի թերությունն այն է, որ դժվար է փորձի տարբերակներում ստեղծել հավասար պայմաններ։ Բացի այդ, նշված մեթոդով հնարավոր չէ բավարար չափով ուսումնասիրել ջրային ռեժիմի առանձին տարրերի ֆիզիոլոգիական նշանակությունը վերաբերող և այլ հարցեր։ Այնուամենայնիվ, հանքային սննդառության ուսումնասիրության դաշտային մեթոդը կիրառելի է գործնական գյուղատնտեսության մեջ։ Հանքային սննդառության ուսումնասիրման վեգետացիոն մեթոդը դեռևս 1837 թվականին առաջարկել է Բուսենգոնը։ Վեգետացիոն մեթոդի դեպքում բույսերն աճեցվում են հատուկ անոթներում, որոնց մեջ լցված է հող կամ ավազ։ Այդ տեսակետից էլ տարբերակում են հողային և ավազային ենթամեթոդներ։ Վեգետացիոն անոթներում փորձեր են արվում տարբեր աղերի խառնուրդ պարունակող տարբերակներով, որոնք խառնվում են հողին կամ տրվում որպես սննդարար լուծույթներ։ Վեգետացիոն մեթոդով հնարավոր է ուսումնասիրել բույսերի աճի և զարգացման վրա առանձին գործոնների ազդեցությունը, մյուս գործոնները պահելով կայուն։ Նշված մեթոդը հնարավորություն է տալիս բացահայտել հանքային սննդառությամբ պայմանավորված ֆիզիոլոգիական մի շարք բարդ մեխանիզմների, ինչպիսիք են աճը և զարգացումը, հանքային տարրերի ֆիզիոլոգիական դերը, արմատային համակարգի հանքային տարրերի կլանման բնույթը, բույսերի ջրափոխանակությունը, չորադիմացկունությունը, աղակայունությունը և այլն։ Վեգետացիոն մեթոդի թերությունն այն է, որ ուսումնասիրությունները չեն կատարվում բնական հողակլիմայական պայմաններում։ Վեգետացիոն անոթներում խախտվում է հողի կառուցվածքը, միկրոֆլորան և այլն։
Վեգետացիոն մեթոդի ուսումնասիրության ժամանակ հատուկ նշանակություն ունեն վեգետացիոն անոթների ձևը, կառուցվածքը և այն պայմանները, որոնք գտնվում են անոթները։ Փորձի ընթացքում բոլոր վեգետացիոն անոթները պետք է լինեն միևնույն պայմաններում։ Անհրաժեշտության դեպքում վեգետացիոն անոթները տեղավորվում են վեգետացիոն տնակներում, որպես վեգետացիոն անոթներ օգտագործվում են միչելլիխի և այլոց առաջարկած ցինկապատ և էմալապատ ցանցավոր հատակ ունեցող անոթները։ Հանքային սննդարության ուսումնասիրությունը առավել արդյունավետ է դաշտային և վեգետացիոն մեթոդների զուգահեռ կիրառման դեպքում։ Հանքային սննդարության ուսումնասիրության գործում գիտագործնական մեծ նշանակություն ունի ջրային կուլտուրաների մեթոդը։ Այն մշակել են գերմանացի գիտնականներ Կնոպը և Սաքսը։ Նրանք բույսերն աճեցրել են փորձանոթի մեջ լցրած հանքային աղերի ջրային լուծույթում և հաստատել, որ բույսերի կենսագործունեության համար բացի ածխածնի, թթվածնի, ջրածնից անհրաժեշտ են նաև հետևյալ տարրերը՝ ազոտի, ֆոսֆորի, ծծումբի, կալիումի, կուպրումի, մագնեզիումի, երկաթի։ Այդ շրջանում քիմիական անալիզի մեթոդներն այնքան ճշգրիտ չէին, և դա էր պատճառը, որ չբացահայտվեց բույսերի աճի և զարգացման համար միկրոտարրերի՝ բորի, մանգանի, ցինկի, կուպրումի, մոլիբդենի, քլորի, կոբալտի և այլնի նշանակությունը։ Հետագայում ջրային կուլտուրաների մեթոդն օգտագործվեց արտադրական նպատակներով, որն ընդունված է անվանել բույսերի մշակման հիդրոպոնիկ եղանակ։ Հիդրոպոնիկ եղանակով բույսերն աճեցնում են հանքային տարրեր պարունակող հատուկ սննդարալուծիչներում։ Այդպիսի լուծիչներ առաջարկել են Կնոպը, Հելիոգելը, Պրյանիշնիկովը։ Վերջինիս անիոններն ու կատիոնները բույսը հավասարապես է օգտագործում, իսկ pH-ը պահպանվում է անհամեմատ կայուն։ Սննդարար լուծիչները պետք է բավարարեն մի շարք պայմանների։ Լուծիչը պետք է պարունակի բույսերի բավարար աճը, զարգացումը և բարձր արդյունավետությունը պայմանավորող անհրաժեշտ բոլոր տարրերը։ Լուծույթում աղերի ընդհանուր խտությունը պետք է լինի 0,2%, որն ապահովում է իոնների փոխազդեցությունը, բույսերի բնականոն աճը, զարգացումը և բարձր բերքը։ Լուծույթում pH-ը պետք է մոտ լինի չեզոքին։ Փորձի ընթացքում լուծույթում պետք է ապահովված լինի օդափոխանակությունը։ Հանքային սննդարության հատուկ խնդիրների լուծման համար կիրառվում է մեկուսացված և ստերիլ կուլտուրաների, տերևների աղտորոշման, նշանակիր ատոմների և այլ մեթոդներ։ Բուսական օրգանիզմների բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերը համարվում են սննդարար նյութեր։ Դրանք այն միացություններն են, որոնցում աճելի ձևով բաղադրվում են բույսերի կենսագործունեության համար անհրաժեշտ տարրերը։ Հանքային են այն քիմիական տարրերը, որոնք անհրաժեշտ են բույսերին, չեն կարող փոխարինվել այլ տարրերով և պակասի կամ բացակայության դեպքում խախտվում են կենսական պրոցեսները։ Բույսի 4 զանգվածի 95%-ը կազմում են ածխածինը 45%, ջրածինը 6,5%, թթվածինը 42%, ազոտը 1,5%, մնացած 5%-ը մոխրային տարրերը, ածխածինը, ջրածինը, ազոտը, թթվածինը կոչվում են օրգանոգեն տարրեր։ Բույսն այրելուց հետո մնում է մոխիրը, իսկ ածխաթթու գազը, ջուրը, ամոնիակը և ծծմբաջրածինը հեռանում են։ Մոխիրը իր մեջ բաղադրում է բազմաթիվ քիմիական տարրեր, որոնք կարելի է խմբավորել տարբեր կերպ, օրինակ՝ մակրոտարրեր, միկրոտարրեր և ուլտրամիկրոտարրեր։ Մակրոտարրեր են ֆոսֆորը, կալիումը, ծծումբը, կալցիումը, մագնեզիումը, ալյումինը, նատրիումը, քլորը, սիլիցիումը, երկաթը։ Մակրոտարրերն այն տարրերն են, որոնց պարունակությունը մոխրի մեջ առնվազն 0,01%-ն է։ Միկրոտարրերից են մանգանը, կուպրումը, ցինկը, կոբալտը, նիկելը, ֆտորը և այլն։ Միկրոտարրերի պարունակությունը մոխրի մեջ 0,001% է կամ պակաս։ Ուլտրամիկրոտարրերին են պատկանում արսենը, պլատինը, ոսկին և այլն։ Ուլտրամիկրոտարրերը մոխրի մեջ պարունակվում են չնչին քանակություններով։ Նշված բոլոր տարրերը բույսերի համար համահավասարարժեք են և անփոխարինելի։ Մոխրային տարրերի պարունակությունը բույսի տարբեր օրգաններում տարբեր է։ Ավելի շատ հանքային տարրեր պարունակում են բույսի ընկնող օրգանները, տերևները և այլն։ Առանձին տարրերի պարունակությունը բույսի տարբեր օրգաններում տարբեր է։ Օրինակ՝ կալիումը շատ կա կարտոֆիլի պալարներում 60% է, կալցիումը ծերացած կաղնու կեղևում 92%, մագնեզիումը ցորենի հատիկներում 12%, ֆոսֆորը 48%, իսկ գարու ամբողջական բույսի մեջ կա 42% սիլիցիում։ Որքան հողը հարուստ է աղերով և որքան կլիման չոր է, այնքան բույսի մեջ բարձր է մոխրի պարունակությունը։ Նույնիսկ նույն պայմաններում աճող տարբեր բույսերում մոխրի քիմիական կազմը միանման չէ, որը բացատրվում է հանքային տարրերի ընտրողաբար կլանմամբ։ Օրինակ՝ կարտոֆիլը, ճակնդեղը և ընդավորները հողից ավելի շատ կալցիում և ֆոսֆոր են կլանում, քան հացազգիները։ Կլանված տարրերը բույսի մեջ գտնվում են ազատ վիճակում և մասնակցում են մետաբոլիկ փոխարկումներին։ Այլ կերպ ասած, բջջում հանքային տարրերը աղերի կամ օրգանական նյութերի, սպիտակուցների, ածխաջրերի և լիպիդների հետ միացած են և առաջացնում են մետաղաօրգանական միացություններ։ Բույսերը ջրից ստանում են թթվածին և ջրածին, մթնոլորտից ածխաթթու և թթվածին, իսկ հողից՝ ազոտ և մոխրային տարրեր։ Հանքային տարրերը հողում կարող են գտնվել մատչելի և ոչ մատչելի միացություններում, հեշտ լուծվող և լվացվող վիճակում, դժվար լուծվող աղերի և այլ ձևերով։
Բուսական օրգանիզմում բոլոր ֆիզիոլոգիական պրոցեսները փոխկապակցված են և սննդարար միջավայրից բույսին անհրաժեշտ այս կամ այն տարրի բացակայությունը փոփոխություններ է առաջացնում մետաբոլիզմի գրեթե բոլոր պրոցեսներում։ Ուսումնասիրությունների վաղ շրջանում հանքային տարրերի ֆիզիոլոգիական դերը գնահատվում է ելնելով բույսին անհրաժեշտ այդ տարրերի քանակությունից։ Հետագա ուսումնասիրություններում բացահայտվեց, որ քիչ քանակությամբ անհրաժեշտ տարրերը նույնպես կարևոր ֆիզիոլոգիական ֆունկցիա են կատարում, դրանք են միկրոտարրերը։ Ընդհանուր առմամբ, սննդարար տարրերի ֆիզիոլոգիական նշանակությունը բնութագրում է նրանով, որ մտնում են կենսաբանական կարևոր օրգանական նյութերի կազմի մեջ, առաջացնում են մետաղաօրգանական միացություններ, նպաստում են մակրոմոլեկուլների և կոլոիդ մասնիկների կայունությանը, մասնակցում են կատալիտիկ ռեակցիաների մտնելով ֆերմենտների կազմի մեջ կամ ակտիվացնում են վերջինները, առաջացնում են իոնների որոշակի խտություն և պայմանավորում են լուծի հավասարակշռությունը, բջջում կատարում են էլեկտրաքիմիական ֆունկցիա, նույն տարրը կարող է կատարի տարբեր կամ նույնիսկ փոխնշված ֆունկցիաները։ Մակրոտարրեր, ֆոսֆոր։ Բույսերում ֆոսֆորի քանակությունը 4 քաշի մոտ 0,2% է։ Բույսը ֆոսֆորը յուրացնում է PO4-3 իոնի ձևով։ Բույսերի համար մատչելի են նաև ֆոսֆորի որոշ օրգանական միացություններ, օրինակ տարբեր շաքարների, ֆոսֆորային եթերների և նրանց քայքայման արգասիքները, թթուներ, սպիրտներ։ Ֆիտինը, որը զգալի քանակությամբ կուտակվում է սերմերում, ֆոսֆորի ընդհանուր քանակի մինչև 50%-ն է։ Բուսական բջջում ֆոսֆորը պարունակում է անօրգանական օրթոֆոսֆորական թթվի և նրա աղերի և օրգանական միացությունների ձևով և մտնում է սպիտակուցների, ֆոսֆոպրոտեիդների, նուկլեինաթթուների, ֆոսֆոլիպիդների, նուկլեոտիդների, ֆոսֆորային եթերների, AF-ի, NADF-ի, վիտամինների և այլ միացությունների կազմի մեջ։ Ֆոսֆոլիպիդները մտնում են կենսաբանական մեմբրանների կազմության մեջ։ Ըստ Կուրսանովի, ֆոսֆորը 30 վայրկյանից հետո հայտնաբերվում է AF-ի մեջ, 2 րոպե հետո շաքարներում, 5 րոպե հետո սպիտակուցներում։ Ֆոսֆորը մասնակցում է տրանսֆոսֆորիլացման և ֆոսֆորիլացման պրոցեսներին, մտնում է ֆոսֆոգլիցերինային թթվի և ֆոսֆոգլիցերինային ալդեհիդների մեջ։ Բույսերում ֆոսֆորը անհավասարաչափ է բաշխված, ավելի շատ ֆոսֆոր կա վերարտադրող օրգաններում, ֆոսֆորի քանակը սերմերում 5-ից 10 անգամ ավելի է, քան վեգետատիվ օրգաններում։ Ֆոսֆորը մտնում է կոֆերմենտների կազմի մեջ, որոնք անմիջական կատալիտիկ մասնակցություն ունեն նյութափոխանակության կարևոր պրոցեսներում։ Ֆոսֆորի տեղաշարժը բույսով հիմնականում կատարվում է անօրգանական ֆոսֆատի ձևով, այն դյուրին վերաբաշխվում է բույսի օրգանների միջև, ծեր մասսայից տեղափոխվում է զարգացող պտուղների և երիտասարդ օրգանները։ Ֆոսֆատային քաղցը արտաքուստ արտահայտվում է մանր նեղ կապտականաչավուն տերևներով, հաճախ ծիրանագույն կամ բրոնզագույն երանգի։ Նման երանգը պայմանավորված է սպիտակուցների սինթեզի արգելակումով և շաքարների կուտակումով։ Բույսերը ֆոսֆորի նկատմամբ հատկապես զգայուն են աճի և զարգացման վաղ շրջաններում։ Ֆոսֆորի պակասի դեպքում կասեցվում է բույսերի աճը, խախտվում է շնչառությունը և ֆոտոսինթեզը, ուշանում է բերքի հասունացումը, խախտվում է շնչառական մետաբոլիզմին մասնակցող ֆերմենտների ակտիվությունը, ակտիվանում է ֆոսֆոօրգանական միացությունների և բազմաշաքարների քայքայումը։ Ֆոսֆորական քաղցը դանդաղեցնում է ազոտական միացությունների տեղաշարժը բույսերում, միաժամանակ ազոտի և կալիումի բավարար քանակից է կախված ֆոսֆորի մետաբոլիզմը։ Ծծումբը։ Ծծումբը բույսերն ընդունում են սուլֆատի SO4-2 իոնի ձևով։ Բուսական հյուսվածքներում ծծմբի պարունակությունը 4 քաշի 0,17%-ն է, իսկ խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերում անհամեմատ բարձր է։ Սուլֆատի իոնը և H2S-ը բույսերին մատչելի չեն, նույնիսկ թունավոր են։ Ծծումբը մտնում է ցիտոպլազմայի կազմի մեջ իբրև շինանյութ, ամինաթթուների բաղադրամաս է։ Իբրև բիոգեն տարր մասնակցում է նյութերի կենսաբանական շրջանառությանը։ Երբ օրգանական ծծումբը բուսական և կենդանական մնացորդների ձևով ընկնում է հողի մեջ և ջրամբարներ, սապրոֆիտ միկրոօրգանիզմները նրան հանքայնանում են, առաջացնելով H2S ծծմբաջրածնի մի մասը կարող է վերածվել չլուծվող միացության ֆեյրումեսի, իսկ մյուս մասը արտազատվում է մթնոլորտ։ Աերոբ պայմաններում անգույն ծծմբաբակտերիաները և անաերոբ կանաչ ֆոտոսինթետիկ բակտերիաները օքսիդացնում են ծծմբաջրածինը մինչև ազատ ծծմբի և սուլֆատի։ Հակառակը, սուլֆատ վերականգնող բակտերիաները անաերոբ պայմաններում օգտագործում են սուլֆատը իբրև թթվածնի աղբյուր։ Սուլֆատի միկրոկենսաբանական օքսիդացումը ուղեկցվում է հողի թթվեցմամբ։ Ինչպես նշվեց, օրգանական ծծմբի զգալի մասը բույսերի և կենդանիների մահանալուց հետո միկրոօրգանիզմների կենսագործունեության շնորհիվ վերածվում է ծծմբաջրածնի։ Այնուհետև տարբեր բակտերիալ օրգանիզմների ծծմբաջրածինը օքսիդացնում են, առաջացնում են սուլֆատներ և կրկին մատչելի դառնում բույսերի համար։ Ծծմբի շրջանառությունը կարելի է պատկերել հետևյալ սխեմայի ձևով։
Ծծումբը մտնելով կարևոր կենսաբանական միացությունների բաղադրության մեջ մասնակցում է բջջի էնզիմատիկ ռեակցիաներին։ Շատ բույսեր չնչին քանակով պարունակում է ծծմբից հնչող միացություններ, օրինակ սուլֆօքսիդը մտնում է սոխի և սխտորի ֆիտոցիդների կազմի մեջ, որը սոխը կտրելիս գրգռում է աչքերը։ Ծծմբի պակասի դեպքում տերևները դեղնում են և գունաթափվում, արգելակվում է ֆոտոսինթեզը, սպիտակուցների սինթեզը և բույսի աճը։ Առանձին դեպքերում խախտվում է քլորոպլաստների ձևավորումը։ Ծծումբ շատ են պարունակում հատկապես խաչածաղկավորների ընտանիքին պատկանող բույսերը։ Այդ բույսերում սինթեզվում է մեծ քանակությամբ ծծումբ պարունակող նյութեր, մանանեխային յուղեր։ Կայլում։ Կայլումը բույսերի հանքային սննդառության կարևորագույն տարրերից է։ Բույսերը կայլումը կլանում են կայլում իոնի ձևով։ Երկար ժամանակ կայլումի ստացման հիմնական աղբյուրը համարվել է մոխիրը, այնտեղից էլ նրա անվանումը՝ պոտազիում պոտազես, տիգելային մոխիր։ Բուսական հյուսվածքներում կայլումի քանակը 4 քաշի 0,9%-ն է։ Բջջում կայլումի քանակը 100-ից 1000 անգամ ավելի է, քան արտաքին միջավայրում։ Բջջում նրա մոտ 70%-ը ազատ իոնային վիճակում է, վակուոլներում և հեշտությամբ հանվում է սառը ջրով, իսկ 30%-ը ադսորբցված վիճակում, մոտ 1%-ն ամուր կապված է քլորոպլաստների և միտոկոնդրիումների սպիտակուցների հետ։ Կայլումը ակտիվացնում է սպիտակուցների սինթեզի, օքսիդային ֆոսֆորիլացման, Կրեբսի ցիկլի, ֆերմենտային համակարգերի մոտ 60 ֆերմենտի գործունեությունը։ Ասիմիլյանտների տեղաշարժը տերևներից դեպի վերարտադրող օրգաններ։ Առավել շատ է կայլումի քանակը երիտասարդ աճող հյուսվածքներում։ Կայլումը անհրաժեշտ է բույսերի ջրի կլանման և տեղաշարժի համար։ Արմատային ճնշման ակտիվացումը զգալի չափով պայմանավորված է լացահյութում կայլում իոնների առկայությամբ։ Կայլումը բարձրացնում է ցիտոպլազմայի կոլոիդների հիդրոֆիլությունը, մածոծիկությունը, սպիտակուցային ազոտի քանակությունը, երաշտադիմացկունությունը և ցրտադիմացկունությունը։ Կայլումը մասնակցում է բջջում մեմբրանային պոտենցիալների հոմեոստազի կարգավորման, հերձանցքների բացման և փակման պրոցեսներին։ Լույսի տակ կայլումի քանակությունը հերձանցքային բջիջներում ավելանում է 4-ից 5 անգամ, որը նպաստում է ջրի կլանմանը։ Հերձանցքային բջիջների տուրգորի բարձրացմանը հերձանցքները բացվում են։ Մթության մեջ կայլումի քանակը հերձանցքային բջիջներում նվազում է, անցնում է հարևան բջիջներ։ Հերձանցքային բջիջների տուրգորն ընկնում է և հերձանցքները փակվում են։ Բույսերի կայլումը ավելի ակտիվ կլանվում են վեգետատիվ զանգվածի ինտենսիվ աճի շրջանում։ Բանջարանոցային կուլտուրաներից վարունգը, կաղամբը, տոմատը կայլում շատ են պարունակում։ Բերքը հավաքելու ժամանակ կարտոֆիլի և հացազգիների բերքի հետ միասին կայլումի 2 օի ձևով հեռանում է 180 կգ հեկտարից։ Կաղամբի մշակման դեպքում 280, իսկ արևածաղկե սերմերի հետ 990 կգ 1 հեկտար կայլումը։ Հարկայլումի սակավության դեպքում տերևները դեղնում են, թուլանում է կամբիումի ֆունկցիան և գագաթային բողբոջների աճը, տերևներից ասիմիլյանտների արտահոսքը, արգելակվում է բջիջների բաժանումը և երկարաձգումը։ Սովորաբար կայլումի պակասի դեպքում բուսական օրգանիզմում վերջինիս ծեր տերևներից տեղաշարժում է դեպի երիտասարդ տերևները։ Կարմրաժանգագույն բծերի առկայությամբ տերևները թողնում են այրվածի տպավորություն։ Հատկապես կարևոր է կայլումը երիտասարդ աճող օրգանների և հյուսվածքների համար։ Կայլումի պակասի դեպքում բույսի գագաթային և գագաթակողքային բողբոջները մահանում են, իսկ կողքային բողբոջների աճը ակտիվանում է և բույսը ստանում է թփի տեսք։ Կայլումի պակասը նվազեցնում է ֆոտոսինթեզի արդյունավետությունը։ Կայլումը և նատրիումը քիմիական բնույթով իրար շատ նման են, սակայն բույսերի համար ֆիզիոլոգիական նշանակության իմաստով և առանձնահատկություններով խիստ տարբերվում են։ Կալցիում։ Կալցիումի պարունակությունը բույսերում 5-ից 30 մգ է 1 գրամ չորնյութի հաշվով, մոտ 0,2% է, իսկ ծեր տերևներում մինչև 1%։ Բույսերը կալցիում ընդունում են կալցիում+2 իոնների ձևով։ Կալցիումը բջջում կատարում է բազմազան ֆունկցիաներ։ Ցիտոպլազմային կառուցվածքներին անհրաժեշտ բաղադրամասն է, մագնեզիումի հետ մտնում է կորիզի և միկրոսպորների կազմի մեջ։ Միանալով պեկտինային նյութերի հետ առաջացնում է կալցիումի պեկտատ և բաղադրվում է բջջապատերը միմյանց հոսանձող նյութերում։ Մասնակցում է իոնների հավասարակշռությանը, կենսահոսանքների առաջացմանը, ակտիվացնում է բջջի մի շարք ֆերմենտներ, ազդում է ցիտոպլազմայի կառուցվածքի և հատկությունների վրա, իջեցնում է հիդրոֆիլությունը, բարձրացնում է մածոծիկությունը։ Իոնային ձևով բջջում կալցիումի ավելցուկը ճնշում է օքսիդացումը և ֆոտոֆոսֆորիլացումը։ Կալցիումն իջեցնում է հողի թթվայնությունը, չեզոքացնում է ջրածնային իոնների թունավոր ազդեցությունը և նպաստում ազոտ ֆիքսող միկրոօրգանիզմների զարգացմանը։ Փոխազդում է օրգանական թթուների հետ, կարգավորում է բջջահյութի pH-ը, ակտիվացնում է մի շարք ֆերմենտների գործունեությունը։ Բույսերը ըստ կալցիումի պարունակության բաժանվում են կալցեֆիլների, կալցեֆոբների և չեզոք։ Կալցիումի խտությունը ցիտոպլազմայում սովորական պայմաններում ցածր է, կուտակվում է ծեր օրգաններում և հյուսվածքներում։ Դա բացատրվում է նրանով, որ կալցիումի
տեղաշարժը իրականացվում է քսիլեմայով և բջիջների ֆիզիոլոգիական ակտիվության անկման դեպքում կալցիումը ցիտոպլազմայից անցնում է վակուոլներ, առաջացնելով կալցիումի դժվար շարժուն միացություններ, գոյանում են բյուրեղային ներառումներ։ Կալցիումի ներբջջային խտության բարձրացման դեպքում այն կապվում է կալմոդուլինի հետ։ Կալցիումը անհրաժեշտ է միտոքոնդրիումների, քրոմոսոմների և ռիբոսոմների կառուցվածքի պահպանման համար։ Հողում կալցիումի պակասի դեպքում մեծանում է ալյումինիումի և մագնեզիումի ֆիզիոլոգիական ակտիվությունը շարժունակությունը, հասնելով թունավոր մակարդակի։ Կալցիումի իոնները նպաստում են մի շարք այլ տարրերի թափանցելիությանը։ Կալցիումի պակասը հանգեցնում է մեմբրանի թափանցելիության բարձրացման, խախտվում է մեմբրանի ամբողջականությունը, դրա հետ կապված նաև մեմբրանային տեղափոխությունը։ Մեծ է կալցիումի դերը բույսի կողմից որպես ազոտի աղբյուր ամոնիակն օգտագործելու գործում։ Կալցիումի առկայությամբ է վերացվում NH4 իոնի թունավոր ազդեցությունը։ Կալցիումի պակասի դեպքում առաջին հերթին վնասվում են բույսի երիտասարդ մերիստեմատիկ հյուսվածքների և արմատային համակարգը։ Պեկտինային նյութերի ուռչելու պատճառով բջիջները լորձնանում են և քայքայվում, վնասվում են արմատները, տերևները, ցողունի առանձին հատվածներ սևանում են, նեխում և մահանում։ Քանի որ հողերը մեծ մասամբ բավարար քանակությամբ կալցիում են պարունակում, գործնականում ընդգծված կալցիումական քաղց չի նկատվում։ Կալցիումի կարիք շատ են զգում անդավորները։ Հողում կալցիումի բավարար քանակության դեպքում լավ է զարգանում բույսի արմատային համակարգը։ Մագնեզիում Մագնեզիումը բույսը կլանում է մագնեզիում +2 իոնի ձևով։ Բուսական օրգանիզմում այն բաշխված է ոչ հավասարաչափ։ Մագնեզիումի պարունակությունը բույսերում 4 քաշի մոտ 0.7%-ն է։ Մագնեզիումով հարուստ են տերևները, երիտասարդ բջիջները, աճող հյուսվածքները, վերարտադրող օրգանները, սերմի սաղմը։ Կալցիումի հետ մագնեզիումը մասնակցում է բջջաբատի պեկտինային բաղադրամասերի առաջացմանը։ Զգալի չափով մագնեզիում կա քլորոպլաստներում և միտոքոնդրիումներում։ Մագնեզիումի 10-12%-ը մտնում է քլորոպլաստների քլորոֆիլի կազմի մեջ։ Մագնեզիումով է պայմանավորված ռիբոսոմների կառուցվածքի պահպանումը։ Մագնեզիումը տեղաշարժվում է քսիլեմայով և ֆլոեմայով։ Մագնեզիումը անհրաժեշտ է ֆոտոսինթեզի, շնչառության, նուկլեինաթթուների, սպիտակուցների սինթեզի և ֆերմենտների ակտիվության կարգավորման համար, մասնավորապես ԴՆԹ և ՌՆԹ պոլիմերազի, գլիկոլիզի, Կրեբսի ցիկլի և այլն։ Ֆերմենտների ակտիվացման պրոցեսում միայն մանգանը կարող է մասամբ փոխարինել մագնեզիումին։ Մագնեզիումը ակտիվացնում է եթերայուղերի, կաուչուկի, A և B վիտամինների սինթեզը։ Բույսերից մագնեզիումի կլանումը կախված է այլ կատիոնների առկայությամբ։ Այսպես, միջավայրում կալիումի և ամոնիումի մեծ քանակության դեպքում մագնեզիումի քանակությունը, հատկապես բույսերի վեգետատիվ օրգաններում ցածր է։ Մանգան +2 ավելցուկային թունավոր ազդեցությունը կարելի է կանխել մագնեզիումի խտության բարձրացման միջոցով։ Մագնեզիումի պակասը նվազեցնում է բույսերում ֆոսֆորի պարունակությունը և տեղաբաշխումը։ Մագնեզիումի անբավարար քանակությունը առաջին հերթին բացասաբար է ազդում ծեր տերևների վրա։ Տերևները ձեռք են բերում բաց կանաչ երանգավորում, ապա կանաչ ճղերի միջև առաջանում են դեղին բծեր։ Տերևաթիթեղի եզրերը ձեռք են բերում մարմարե գունավորում։ Նշված երևույթները պայմանավորված են գույնակների ձևավորման խախտումներով։ Փոփոխվում է քլորոպլաստների մատրիքսը, գույնը բացվում է, և գրանները կպչում են միմյանց։ Մագնեզիումի պակասը բույսերի մեջ առաջացնում է ալբինոս հիվանդությունը։ Երկաթ Բույսերում երկաթի պարունակությունը 0.02-ից 0.08% է։ Հողային լուծույթի ֆերիում+3 իոնը ռիզոդերմայի բջիջները փոխակերպվում է ֆերիում+2 իոնի և թափանցում արմատ։ Երկաթը մտնում է ցիտոքրոմ, ցիտրոքրոմաօքսիդազա, կատալազա և պերիօքսիդազա ֆերմենտների կազմի մեջ։ Երկաթը ֆունկցիոնալ մասնակցություն ունի ֆոտոսինթեզի և շնչառության պրոցեսներին։ Երկաթի միացությունները մտնում են էլեկտրոն փոխադրող ցանցի ֆերմենտների կազմի մեջ։ Երկաթը մասնակցում է նիտրատների վերականգմանը և պալարաբակտերիաների մոլեկուլային ազոտի ֆիքսմանը, քանի որ մտնում է այդ պրոցեսներին մասնակցող նիտրոգենազա ֆերմենտների կազմի մեջ։ Երկաթը մասնակցում է քլորոֆիլի նախանյութի, ամինոլևուլինային թթվի և պրոտոպորֆիրինի սինթեզին։ Հետևաբար, երկաթի պակասը բացասաբար է ազդում ֆոտոսինթեզի և շնչառության պրոցեսների վրա։ Տերևները դեղնում են քլորոզ և թառամու։ Երկաթը մտնում է նաև որոշ պաշարային միացությունների կազմի մեջ, օրինակ ֆերրիտինի։ Ֆերրիտինը սպիտակուց է, որի 4 զանգվածի մոտ 23%-ը երկաթ է։ Այն մեծ չափով պարունակում է գունակներում։ Տերևներում պարունակվող երկաթի մոտ 60%-ը բաժին է ընկնում քլորոպլաստներին։ Սիլիցիում Սիլիցիումը մակրոտար է և հայտնաբերվել է բոլոր բույսերում։ Այն ամրացնում է ցողունը։ Նրա պակասը կարող է կանխել հացազգիների և երկշաքելավորների աճը, խախտում է բջջի օրգանոիդների մանրակառուցվածքը։ Այլումին Այլումինը այն մակրոտարերից է, որի անհրաժեշտությունը կարևոր է հատկապես հիդրոֆիտ բույսերի համար։ Այլումին շատ են պարունակում պտերները և թեյը։ Պակասի դեպքում թեյի մեջ նկատվում է քլորոզ, իսկ բարձր քանակությունը թունավոր է։
Բուսական օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ է, որպեսզի միջավայրում հողային լուծույթում կաթիոնները լինեն որոշակի հավասարակշռված հարաբերության մեջ։ Կայլումը, նատրիումը, մագնեզիումի առանձին աղերի լուծույթներում բույսերի արմատային համակարգը վնասվում է, դադարում է նրանց աճը, աճման գոտու բջիջները լորձնանում են և քայքայվում։ Այս երևույթները կարելի է վերացնել, եթե լուծույթին ավելացվի մեկ այլ աղ, օրինակ կալցիում քլոր 2-ը։ Կալցիումը վերացնում է այլ կաթիոնների՝ ջրածնի, կայլումի, նատրիումի, մագնեզիումի, ալյումինի, երկաթի վնասակար ազդեցությունը։ Գործնականում սննդարար լուծույթում աղերի որևէ զույգ որոշակի հարաբերությամբ գոնե մասամբ վերացնում է առանձին բաղադրամասի վնասակար ազդեցությունը։ Մեկ կաթիոնի մեղմացնող ազդեցությունը այլ կաթիոնի բացասական ազդեցության նկատմամբ անվանում են իոնների ներհակություն կամ անտագոնիզմ։ Այս դրսևորվում է ինչպես նույն վալենտականության իոնների, այնպես էլ տարբեր վալենտականությամբ իոնների միջև։ Տարբեր վալենտականությամբ իոնների դեպքում անտագոնիզմն ավելի կտրուկ է արտահայտվում։ Օրինակ, կալիում քլորի թունավոր ազդեցությունը վերացնելու համար անհրաժեշտ է լուծույթին ավելացնել 30% նատրի քլոր կամ 5% կալցիում քլոր։ Կաթիոնների անտագոնիզմը պայմանավորված է ցիտոպլազմայի թափանցելիության վրա նրանց տարբեր ազդեցությամբ, որն արտահայտվում է ցիտոպլազմայի կոլոիդաքիմիական վիճակի փոփոխությամբ։ Չհավասարակշռված լուծույթներից կաթիոնները շատ հեշտությամբ կարող են թափանցել բջիջներ և առաջացնել ցիտոպլազմայի կոագուլյացիա։ Երկու աղերի փոխհարաբերությունը վերացնում է առանձին կաթիոնների միակողմանի վնասակար ազդեցությունը ցիտոպլազմայի կոլոիդների հիդրատացիայի նկատմամբ։ Այն լուծույթները, որոնցում կաթիոնների հարաբերությունը բարենպաստ է օրգանիզմի բնականոն աճի և զարգացման համար, համարվում են հավասարակշռված։ Օրինակ, բնական հավասարակշռված լուծույթներ են ծովի ջուրը, արյան պլազման։ Բնական պայմաններում աղերի մաքուր լուծույթներ չեն հանդիպում։ Իոնը բարձր արժեքականության դեպքում անհամեմատ նվազխտությամբ կարող է ցուցաբերել իր անտագոնիստական հատկությունը։ Անտագոնիստական փոխհարաբերություն նկատվում է և անիոնների խմբում։ Այս դեպքում էլ հավանաբար պատճառը նույնն է՝ անիոնների կոլոիդների ուռչելու նպաստող միակողմանի ազդեցության թուլացումը։ Բացի անտագոնիզմից, իոնների փոխազդեցությունը կարող է կրել նաև հակառակ բնույթ։ Այդ երևույթը կոչվում է սիներգիզմ։ Իոնների անտագոնիզմի երևույթի բացահայտումը ցույց է տալիս, որ բույսերի բնականոն աճի և զարգացման համար անհրաժեշտ են լուծույթում կաթիոնների որոշակի զուգակցումներ։ Ազոտը։ Ազոտը բույսի չոր քաշի մոտ 1,5%-ն է։ Բույսերի համար ազոտի մատչելի ձևերի աղբյուրները սահմանափակ են։ Ազոտի պարունակությունը տարբեր միջավայրերում տարբեր է։ Բույսերը կարող են օգտագործել միայն հանքային ազոտը, որոշ միկրոօրգանիզմներ մթնոլորտային ազոտը, իսկ կենդանիները՝ օրգանական ծագման ազոտը։ Կենդանիների օրգանիզմում ազոտը չի կուտակվում, այն կենդանիների օրգանիզմից հեռանում է միզանյութի և միզաթթվի ձևով, իսկ բույսերից ազոտը գրեթե չի հեռանում, անընդհատ շրջանառության մեջ է։ Ազոտի ֆիզիոլոգիական նշանակությունն այն է, որ վերջինս պարունակվում է բոլոր սպիտակուցներում։ Բարձրակարգ բույսերի համար մթնոլորտի մոլեկուլային ազոտը անմատչելի է, ուստի բույսը ազոտական սննդի պահանջը բավարարում է ի հաշիվ հողում առկա մատչելի ազոտի չնչին պաշարի 1-2% հարաբերակցությամբ։ Բույսերը մատչելի ազոտը ստանում են նիտրատների և ամոնիակի ձևով։ Հողի մատչելի ազոտի մի մասը օգտագործում են բույսերը, իսկ մյուս մասը կորչում է լվացումների և բնական գործոնների ազդեցության պատճառով։ Այս ամենը կարող էր բերել մատչելի ազոտի պաշարների սպառման, եթե չլիներ վերջինիս լրացման աղբյուրը։ Հողում ազոտի սպառվող պաշարները լրացվում են օդի մոլեկուլային ազոտը յուրացնող միկրոօրգանիզմների գործունեության շնորհիվ և պարտացման ճանապարհով։ Ազոտը հայտնաբերել է Ռեզերֆորդը 1772 թվականին իբրև շնչառությանը և այրմանը չնպաստող գազ։ Այդ պատճառով էլ ազոտ նշանակում է անկենդան, ոչ կենսունակ։ Սակայն ազոտը մտնում է ամինաթթուների սպիտակուցների, նուկլեինաթթուների, AF-ի բազմաթիվ կոնֆորմատների, ՆԱԿ-ի, ԱԿՖ-ի կենսասինթեզի շատ կարևոր օրգանական նյութերի մեջ։ Ազոտի պակասը արգելակում է բույսի աճը, կրճատում է վեգետատիվ աճի շրջանը, պայմանավորում է սերմերի վաղ հասունացումը, դիտվում է մանրատերևայնություն, նվազում է արմատային համակարգի ճյուղավորումը։ Ազոտը երկարացնում է տերևների կյանքի տևողությունը, հետաձգում է ծերացումը և այլն։ Եթերատու տերևներ ունեցող բույսերի համար խորդենու և այլն նրանց եթերայուղեր սինթեզելու ակտիվ շրջանում ազոտը դրական ազդեցություն ունի, իսկ ֆոսֆորն այդ շրջանում արագացնում է տերևների ծերացումը և թուլացնում նրանցում եթերայուղերի կուտակումը։ Ծաղկաբույլերում կամ սերմերում եթերայուղեր կուտակող բույսերի եղեսպակի վեգետացիայի զարգացման երկրորդ շրջանում ազոտային նյութերով սնուցումը հետաձգում է ծաղկումը և սերմերի հասունացումը, բնականաբար նաև եթերայուղերի կուտակումը։ Երկարատև ազոտային քաղցը հանգեցնում է քլորոֆիլի քայքայման, դեղին, կարմիր, նարնջագույն տերևների առաջացմամբ։
Բուսենկոն շիկացրած ավազի մեջ աճեցրած բույսերի օրինակով ապացուցել է, որ նրանց մեջ պարունակվում է նույնքան ազոտ, որքան սերմերում։ Դա նշանակում է, որ բարձրակարգ բույսերը չեն կարող իրացնել մթնոլորտային ազոտը, սակայն հետագայում պարզվեց, որ կան բույսեր, որոնք մթնոլորտային ազոտի հաշվին հողը հարստացնում են ազոտի մաչելի միացություններով։ Հերլոինգելն ապացուցել է, որ թիթեռնածաղկավոր բույսերի արմատներում կան բակտերիաներ, որոնք ընդունակ են օդի մոլեկուլային ազոտը փոխարկել բույսերի համար յուրացվող ձևերի։ Հետագայում պարզվեց, որ օդի մոլեկուլային ազոտը յուրացնել ընդունակ է նաև որոշ նախակորիզավոր օրգանիզմներ։ Բնության մեջ գոյություն ունի օդի մոլեկուլային ազոտը բույսերի համար մաչելի ձևերի վերածման երկու ճանապարհ՝ քիմիական և կենսաբանական ազոտ ֆիքսում։ Մոլեկուլային ազոտի քիմիական վերածումը ամոնիակի կամ նիտրատի իոնների ոչ մեծ քանակությամբ տեղի է ունենում ֆոտոքիմիական պրոցեսների և մթնոլորտում էլեկտրական պարպումների հետևանքով։ Այդ ճանապարհով հողում յուրացվող ազոտի կուտակումը 1-ից 30 կգ հեկտար է մեկ տարվա ընթացքում։ Այժմ գոյություն ունի օդի մոլեկուլային ազոտը մաչելի ձևերի վերածելու արդյունաբերական արտադրություն։ Մոլեկուլային ազոտի օքսիդացում 1500 աշճան ցելսիուս պայմաններում և մոլեկուլային ազոտի վերականգնումը 500-ից 600 աշճան ցելսիուսում բարձրաճնշման և կատալիզատորների մասնակցությամբ։ Բնության մեջ ազոտի կենսաբանական յուրացման պրոցեսները համազոր են ֆոտոսինթեզի պրոցեսին։ Այդ կարևորագույն պրոցեսը իրականացվում է ազոտ ֆիքսող միկրոօրգանիզմների միջոցով, որոնք բաժանվում են երկու խմբի՝ ազատ ապրող ազոտ ֆիքսողներ և սիմբիոտիկ ազոտ ֆիքսողներ։ Մեծ նշանակություն ունեն ռիզոբիում ցեղին պատկանող ընդավոր բույսերի արմատների համակցությամբ պալարիկներում ապրող ազոտ յուրացնող բակտերիաները՝ պալարաբակտերիաները։ Պալարաբակտերիաները օդի մոլեկուլային ազոտի սինթեզում են հսկայական քանակությամբ ազոտի մաչելի միացություններ, որոնք բացի սեփական պահանջներից բավարարում են նաև ընդավոր բույսերի պահանջները։ Բարձրակարգ բույսերի և պալարաբակտերիաների միջև նշված փոխհարաբերությունը բնութագրվում է իբրև փոխօգտակար համակեցության ձև։ Սկզբնական շրջանում, երբ բակտերիաները հողից թափանցում են դեռևս նոր ձևավորված արմատի պարենքիմատիկ բջիջներ, այդ հարաբերությունը ամբողջությամբ մակաբույծ բնույթի է, որի պատճառով նույնիսկ թուլանում է վարակված բույսի աճը։ Պերիցիկլի բջիջները ինտենսիվ կերպով բաժանվում են։ Հնարավոր է, որ արմատներում բակտերիաները առաջացնում են աուքսիններ, որով պայմանավորված է հյուսվածքների գերաճը և պալարիկների առաջացումը։ Հետագայում, երբ բակտերիայի ազոտ ֆիքսող ունակությունը մեծանում է, բույսն առատորեն ստանում է ազոտական նյութեր, ակտիվանում է աճը։ Իսկ բակտերիաները բույսից ստանում են ածխաջրեր։ Զարգացման ընթացքում գալիս է մի շրջան, երբ բարձրակարգ բույսերը մակաբուծում են բակտերիաները, օգտագործելով նրանց մեջ գոյացած ամբողջ ազոտը։ Նույնիսկ նկատվում է բակտերիայի բջիջների լուծում՝ լիզիս։ Բակտերիաներով լցված պալարիկների հյուսվածքներում սինթեզվում է հեմոգլոբինի նման գունակ՝ Լհեմոգլոբին, և պալարիկները ձեռք են բերում վարդագույն երանգ։ Այդ գունակի բացակայության դեպքում ազոտը չի յուրացվում։ Պալարաբակտերիաների գործունեության շնորհիվ ազոտական միացությունների մի մասը ընդավոր բույսերի արմատներից թափանցում է հող հարստացնելով այն ազոտով։ Բացի դրանից, բույսերի արմատների հետ հողում մնում է մեծ քանակությամբ մաչելի ազոտ, որը սնունդ է ընդավորներից հետո այդ հողում աճող այլ բույսերի համար։ Գյուղատնտեսության համար կարևոր են ռիզոբիում ցեղին պատկանող պալարաբակտերիաները, որոնց միջոցով տարվա ընթացքում հողում կուտակվում է 100-ից 400 կգ մեկ հեկտարի հետ համեմատած մաչելի ազոտ։ Ներկայումս հայտնի է համակեցության ճանապարհով օդի մոլեկուլային ազոտը յուրացնող տարբեր ընտանիքներին պատկանող մոտ 190 տեսակ բույսեր, օրինակ լաստենին, փշատենին, չիչխանը, սակայն ինչ տեսակի միկրոօրգանիզմներ են զարգանում նրանց արմատներին, դեռևս պարզված չէ։ Արևադարձային որոշ ծառերի, թփերի պալարիկները զարգանում են տերևների վրա։ Օրինակ, գուներա ցեղին պատկանող արևադարձային բույսերի տերևների վրա պալարիկներ են առաջացնում ազոտ ֆիքսող ցիանոբակտերիաներից նոստոկը։ Ազոտ յուրացնող բակտերիաներ կան նաև Ռուբիացեա ընտանիքին պատկանող բույսերի տերևների վրա։ Այս իմաստով բնության մեջ կարևոր նշանակություն ունեն որոշ քարաքոսեր, որոնք կազմվում են սնկի և ազոտ յուրացնող ցիանոբակտերիաների համակեցությամբ։ Պալարաբակտերիաները մոլեկուլային ազոտը յուրացնում են միայն արմատների և վերը նշված օրգանների համակեցության պայմաններում։ Ազոտ յուրացնող բակտերիաները արհեստական միջավայրում բազմացնելիս այդ հատկությունները չունեն։ Պալարաբակտերիաները զարգանում են պատվաստակալ ընդավորների արմատներում։ Եթե ընդավորները պատվաստածու են, իսկ պատվաստակալը այլ բույս, ապա վերջիններիս արմատների վրա պալարաբակտերիաներ չեն զարգանում։ Կենսաբանական եղանակով օդի մոլեկուլային ազոտը մաչելի միացությունների վերածող օրգանիզմների մյուս խումբը ազատ ապրող միկրոօրգանիզմներ են։ Այդ խմբի մանրէները բաժանվում են սպորակիր անաերոբ մանրէներ բակտերիաների և աերոբ բակտերիաների։ Անաերոբ սպորակիր բակտերիաները 1893 թվականին
թվականին հայտնաբերել է վինոգրադսկին, ավելի ուշ 1901 թվականին Բեյերնիկը հայտնաբերել է ազոտ յուրացնող աերոբակտերիաներ։ Երկու ձևերն են սապրոֆիտների և մոլեկուլային ազոտի վերականգնման համար օգտագործում են գլյուկոզի և այլ օրգանական միացությունների օքսիդացման հետևանքով ստացած էներգիան։ Նրանք գտնվում են բարձրակարգ բույսերի արմատների մակերեսին, քանի որ որպես ածխաջրերի աղբյուր օգտագործում են արմատների արտազատած նյութերը։ Եթե պայմանները բարենպաստ են, մեկ տարվա ընթացքում 1 հեկտար հողում նշված բակտերիաների յուրացված ազոտը 20-ից 40 կգ է։ Ներկայումս հայտնի է, որ ազոտ յուրացնելու ունակությունը բնորոշ է կապտականաչ ջրիմուռներին, որոշ ակտինոմիցետների, շաքարասնկերի, քարաքոսերի, բակտերիաների շատ տեսակների։ Մոլեկուլային ազոտի յուրացումը շատ կարևոր է քաղցրահամ ջրավազաններում ապրող բրինձի տեսակների համար։ Ազատ ապրող միկրոօրգանիզմների գործունեության համար անհրաժեշտ է մոլիբդեն, երկաթ և կալցիում։ 20-րդ դարի 70-ից 80-ական թվականներին հայտնաբերվել են նաև ասոցիատիվ ազոտ ֆիքսող մանրէներ։ Միկրոօրգանիզմներն ազոտը յուրացնում են նիտրոգենազա ֆերմենտի մասնակցությամբ բնականոն ջերմաստիճանի և ճնշման պայմաններում։ Նիտրոգենազա մուլտիֆերմենտ միացություն է, որը մասնակցում է ազոտի վերականգնմանը ամոնիակի։ Ազոտի յուրացման բնականոն ընթացքի համար անհրաժեշտ է մագնեզիում և երկաթ, քանի որ դրանք մտնում են նիտրոգենազա ֆերմենտի կազմության մեջ։ Ազոտի վերականգնման համար ջրածնի և էլեկտրոնի աղբյուր է շնչառության անաերոբ փուլում ածխաջրերի ճեղքումից առաջացող պիրոխաղաթթուն։ Այս փաստը ցույց է տալիս մթնոլորտի ազոտի յուրացման կապը ֆոտոսինթեզի և շնչառության հետ։ Ազոտի յուրացման քիմիական մեխանիզմը բացահայտվել է 1960-ից 61 թվականներին։ Վերականգնման հետևանքով ստացված ամոնիակը փոխազդում է ալֆա-կետոգլյուտարաթթվի հետ, առաջացնելով գլյուտամինաթթու, որն է բույսի բջիջներում մասնակցում է հետագա փոխանակության պրոցեսներին։ Քանի որ նիտրոգենազան թթվասնի առկայությամբ քայքայվում է, ազոտ յուրացնող միկրոօրգանիզմներում կան մի շարք պաշտպանիչ մեխանիզմներ։ Օրինակ, ռիզոբիոմի մեջ այդ ֆունկցիան կատարում է լեգհեմոգլոբին սպիտակուցը, որն էլ ապահովում է թթվասնի ճանապարհը դեպի բակտերիոիդներ և պաշտպանում նիտրոգենազան թթվասնի վնասակար ազդեցությունից։ Ազոտի վերականգնումը տեղի է ունենում հիդրոքսիլամենի առաջացումը որպես միջանկյալ արգասիկ։ Մոլեկուլային ազոտի վերականգնումը կենսաբանական ազոտ ֆիքսատորների միջոցով կարելի է պատկերել հետևյալ գծապատկերով։ Բարձրակարգ բույսերը ազոտի միացությունները հողից կլանում են նիտրատների և ամոնիակի ձևով։ Քանի որ բուսական օրգանիզմում ավելի հեշտ մետաբոլիկ փոխարկվում է ամոնիակային ազոտը, ապա նիտրատները արմատային համակարգի կլանելուց հետո ֆերմենտային համակարգերի մասնակցությամբ վերականգնվում են նիտրիտների, իսկ այնուհետև ամոնիակի։ Պրոցեսը իրականացվում է երկու փուլով։ Նիտրատների վերականգնումը կարող է տեղի ունենալ և տերևներում, և արմատներում։ Բույսի կանաչ մասերում նիտրոռեդուկտազան կենտրոնացած է քլորոպլաստներում, իսկ արմատներում նիտրատի վերականգնումը տեղի է ունենում պրոտոպլաստիդներում։ Տերևների և արմատների մասնակցությունը նիտրատների վերականգնմանը պայմանավորված է բույսի տեսակով։ Ըստ այդ, բույսերը բաժանվում են 3 խմբի։ Բույսեր, որոնցում նիտրատները լիովին վերականգնվում են արմատներում և ազոտը օրգանական ձևով փոխանցում դեպի տերևներ, օրինակ՝ շատ ծառատեսակներ, որոշ հատապտուղներ։ Բույսեր, որոնց տերևներում տեղի է ունենում նիտրատների յուրացումը։ Այդ բույսերից են բամբակենին։ Առավել մեծաթիվ խումբ են այն բույսերը, որոնց մեջ նիտրատ ռեդուկտազան իր ակտիվությունը դրսևորում է և արմատներում, և տերևներում։ Դրանցից են հացազգիները, ընդավորները, շատ տեխնիկական և գյուղատնտեսական կուլտուրաներ։ Բույսերի համար մատչելի են նաև օրգանական ազոտի ձևերը՝ միզանյութը, ասպարգինը, արգինինը, պեպտոնը, որոշ ամինաթթուներ։ Օրգանական ազոտը, գոմաղբը և այլն բույսերն օգտագործում են հողային բակտերիաների վերամշակելուց հետո։ Բույսերի համար ազոտի հիմնական աղբյուրը նիտրատներն ու ամոնիակն են, ընդ որում ամոնիակը բույս է հասնում ավելի արագ, քան նիտրատները։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ օրգանական նյութերի սինթեզի համար ամոնիակի նախապես վերականգնման կարիք չկա, ինչպես նիտրատների դեպքում։ Բույսերի կլանած նիտրատը նախապես վերածվում է ամոնիակային ազոտի և ապա օգտագործվում ամինաթթուների սպիտակուցների սինթեզի համար, քանի որ նիտրատներից սպիտակուց ուղին ավելի երկար է, քան ամոնիակից սպիտակուց։ Ամոնիակը լինում է տարբեր ծագման՝ անմիջապես հողից, նիտրատների վերականգնման հետևանքով կամ ծերացած օրգան հյուսվածքներում սպիտակուցների երկրորդային քայքայումից առաջացած։ Ամոնիակը բուսական օրգանիզմում հեշտությամբ յուրացվում է, սինթեզվում են ամինաթթուներ և ամիդներ։ Օրգանական ազոտի շարժուն ձևը ասպարգինն է։ Սերմերի ծլարձակման ժամանակ շաքիլներից շարժվում է դեպի աճման կետեր և օգտագործվում։ Ծիլերում ասպարգինի սինթեզը ամոնիակի հաշվին կարող է տեղի ունենալ բավարար քանակությամբ ածխաջրի առկայության պայմաններում։ Ածխաջրերի բացակայության դեպքում ամոնիակը կուտակվում է հյուսվածքներում և թունավորում։ Բույսերը նույնպես կարող են օգտագործել նիտրատներ, սակայն այն տարբերությամբ, որ դրանք ինչ-որ չափով թունավոր են և յուրացման համար ավելի մեծ քանակությամբ ածխաջրեր են պահանջում։ Ինչպես նշվեց, ամոնիակային ազոտի յուրացման համար անհրաժեշտ են շաքարներ։ Եթե սերմերը հարուստ են ածխաջրերով, ապա կյանքի վաղ շրջանում բույսերի համար ավելի արդյունավետ է ներազդում ազոտի ամոնիակային
ամոնիակային աղբյուր է, իսկ հակառակ դեպքում բույսերի աճի սկզբնական շրջանում նիտրատային ազոտը գերադասելի է ամոնիակի նկատմամբ, երբ արդեն տերևները լավ զարգացած են և արմատները առատորեն մատակարարվում են ածխաջրերով, նախընտրելի է ամոնիակային ազոտը։ Բույսի յուրաքանչյուր օրգանում կարող են սինթեզվել սպիտակուցներ, եթե այնտեղ կան ածխաջրեր և ազոտի լուծվող միացություններ։ Բուսական օրգանիզմը, ի տարբերություն կենդանականի, սինթեզում է իրեն անհրաժեշտ բոլոր ամինաթթուները։ Առավել ակտիվ է սպիտակուցի սինթեզը մերիստեմատիկ հյուսվածքներում և զարգացող երիտասարդ տերևներում։ Ուշագրավ է, որ բույսից կտրված տերևներում սպիտակուցի սինթեզը լիովին դադարում է։ Պարզվել է, որ տերևներում սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ են նյութեր, որոնք սինթեզվում են արմատներում։ Ենթադրվում է, որ դրանք ցիտոկիններն են, պատկանող հորմոններ են։ Բուսական բջիջներն իրենց կազմում ունեն ազոտ պարունակող 3 խումբ՝ անօրգանական ազոտ, ազոտի ցածր մոլեկուլային օրգանական ձևեր և ազոտի բարձր մոլեկուլային ձևեր։ 3 խմբերն էլ բջջում գտնվում են որոշակի փոխհարաբերությամբ։ Բուսական օրգանիզմներում անդադար տեղի է ունենում սպիտակուցի սինթեզ և քայքայում։ Սպիտակուցները ճեղքվում են ամինաթթուների և ապա առաջացնում ամոնիակ։ Ամոնիակը բուսական օրգանիզմներում չի կուտակվում, կրկին ընդգրկվում է ամինաթթուների, ասպարգինի և գլուտամինի և ապա սպիտակուցների սինթեզի համակարգեր։ Որպես ամփոփում հիշեցնենք ռուս գիտնական Բրյանիշնիկովի պատկերավոր արտահայտությունը. ամոնիակը ազոտական փոխանակման ալֆան և օմեգան է, այսինքն սկիզբն ու ավարտը։ Ազոտը բնության մեջ լայնորեն տարածված տարր է, այն օդի զանգվածի մոտ 79%-ն է։ Քառորդում ազոտը կապված վիճակում է, քառորդի ազոտի 0,5-2%-ը հողում է։ Սևահողերի 1 հեկտարում պարունակվում է մոտ 200 կգ յուրացվող ազոտ, իսկ պոդզոլներում 3-4 անգամ պակաս։ Բույսերի համար ազոտը մատչելի է ամոնիակի և նիտրատ իոնների ձևով։ Նիտրատի իոնները հողը վատ է յուրացնում, հեշտ լվացվում են և անցնում հողի խորը շերտերը, իսկ ամոնիակի իոնները անհամեմատ քիչ են լվացվում տեղումների հետևանքով։ Հողի վերին շերտերում ազոտի ընդամենը 5-6%-ն է, իսկ խորը շերտերում 20% և ավելի։ Բույսերն ազոտի կարիք շատ են զգում։ Հողի մեջ ազոտի քանակի կարգավորումը պայմանավորված է նաև դենիտրիֆիկացնող բակտերիաների գործունեությամբ, որոնք նիտրատը վերականգնում են ազոտի։ Ազոտի նկարագրված փոխանակությունը կախված է ջերմաստիճանից, խոնավությունից, pH-ից, հողի օդափոխանակությունից և այլն։ Բնության մեջ ազոտի շրջանառությունը առնչվում է նաև բնական մի շարք երևույթների հետ՝ ամպրոպի, ժայթքման, հրաբխի և այլն։ Այսինքն ազոտի շրջանառությունը տեղի է ունենում մթնոլորտ, հող, բույսեր, կենդանիներ, մանրէներ համակարգում։ Միջատակյար բույսերի ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունեն Դարվինը և Խոլոդնին։ Միջատակյար բույսերը էվոլյուցիայի ընթացքում հարմարվել են հանքային միացություններով աղքատ հողերում, ճահիճներում աճելուն։ Այդ բույսերի տերևներն ունեն քլորոֆիլ և կատարում են ֆոտոսինթեզ։ Միաժամանակ ազոտը և հանքային այլ տարրերը նշված բույսերը ձեռք են բերում միջատների, երբեմն նաև փոքրիկ ձկների մարսման ճանապարհով։ Այդ բույսերից են ցողիկը և խորշաբույսը։ Ցողիկի տերևները անջատում են ալկալոիդներ՝ կոնիտին, որը պարալիզում է միջատներին։ Բույսի տերևներում պարունակվող գեղձայի մազիկների լորձը պարունակում է կենդանիների մարսողական նյութին հատուկ ֆերմենտներ՝ ամիլազա, լիպազա, նուկլեազա, ֆոսֆատազա։ Այդ նյութերի ազդեցությամբ միջատները քայքայվում են, իսկ նրանցում պարունակվող սննդանյութերը՝ ամիակը, ամինաթթուները, ֆոսֆորը, կալիումը, մագնեզիումը և այլն բույսը յուրացնում է ըստ Խոլոդնի։ Միջատավորց բույսերից է նաև Վեներայի ճանճորսը։ Կիսամակաբույծներ են խլածաղկազգիների ընտանիքին պատկանող բույսերը։ Դրանք ֆոտոսինթեզ կատարող բույսեր են, սակայն այդ բույսերի արմատային համակարգը թույլ է զարգացած կամ բացակայում է։ Արմատային ծծիչներով այդ բույսերը ջուր և սննդանյութ են ստանում տերբույսի արմատներից։ Կիսամակաբույծ բույսերն անքլորաբմբուկը, կովացորն, կաղնուտայինը կամ քյուրի եղբայրը։ Որոշ դեպքերում կիսամակաբույծներն ընդհանրապես արմատներ չունեն և նյութերը ծծում են ընձյուղներով։ Սնման այս ձևը ստացել է երկրորդային մակաբուծություն անվանումը։ Մակաբույծները բույսեր են, որոնք կամ լիովին կորցրել են ֆոտոսինթեզի ունակությունը, օրինակ ջրագախոտը, կամ պահպանել են նվազագույն չափով, օրինակ գաղձը։ Գաղձը ծծիչներով փաթաթվում է տերբույսի ցողունին և ծծում իրեն անհրաժեշտ բոլոր նյութերը։ Սնման միկոտրոֆ ձևը հատկանշական է միկորիզային։ Դա բարձրակարգ բույսերի արմատների և սնկի համակեցությունն է։ Համակեցությունը երկու կողմերին էլ փոխօգտակար ձև է։ Սունկը բարձրակարգ բույսից ստանում է շաքարներ, ամինաթթուներ, B խմբի վիտամիններ, իսկ ինքը նպաստում է բույսին անհրաժեշտ ջրի և հանքային նյութերի կառավարմանը։ Պարզվել է, որ սունկը բույսին մատակարարում է նաև ֆիտոհորմոններով, աուքսիններ և ցիտոկիններով։
Բուսական օրգանիզմում միկրոտարրերի քանակը թեև չնչին է, բայց դրա հետ մեկտեղ նրանք կոչված են կենսաբանական բարձր ակտիվությամբ։ Միկրոտարրերը բարդ միացություններ են առաջացնում տարբեր օրգանական միացությունների, այդ թվում նաև սպիտակուցների հետ, մասնակցում են օքսիդավերականգնման պրոցեսների, ֆոտոսինթեզին, ազոտային միացությունների և ածխաջրերի փոխանակմանը, մտնում են ֆերմենտների և վիտամինների կազմի մեջ կամ ակտիվացնում են որոշ ֆերմենտների գործունեությունը։ Միկրոտարրերի բացակայության դեպքում խախտվում են բույսի աճի և զարգացման նյութափոխանակությունը և այլն։ Պարզվել է, որ տարբեր միկրոտարրերի բացակայության դեպքում դիտվող խախտումները հաճախ նման են։ Այսպես, բորը, մանգանը, մոլիբդենը, ցինկը էական ազդեցություն ունեն բույսերի ֆոտոսինթետիկ ակտիվության վրա։ Բացի դրանից, բորը, պղինձը, ցինկը նպաստում են տերևներից ասիմիլյանտների տեղափոխմանը դեպի վերարտադրող օրգանները։ Բորը, կոբալտը, մանգանը, ցինկը, պղինձը բարձրացնում են բույսի չորադիմացկունությունը։ Միկրոտարրերն ազդում են բույսերի վերգետնյա օրգանների և արմատների աճի վրա։ Օրինակ, պղինձն ու մոլիբդենը նպաստում են ցողունի և արմատների աճին, մանգանը միայն ցողունի, իսկ բորը արմատների աճին։ Միկրոտարրերի բարձր խտությունը թունավոր է։ Միկրոտարրերի նշանակությունը ուսումնասիրվում է սննդարար միջավայրից նրանց բացակայության ժամանակ ֆիզիոլոգիական պրոցեսների ընթացքի և ֆերմենտային ռեակցիաների ակտիվության փոփոխությունների հիման վրա։ Մանգանը բուսական բջիջ է թափանցում մանգան +2 իոնի ձևով։ Այն կուտակվում է տերևներում, բույսերում մանգանի պարունակությունը 0,001% է։ Մեծ է մանգանի դերը քլորոպլաստների ստրուկտուրայի պահպանման, ֆոտոսինթեզի պրոցեսում, ջրի ֆոտոլիզի և ածխաթթու գազի վերականգնման գործում։ Առանց մանգանի դադարում են մի շարք ֆերմենտային համակարգերի կատալիտիկ ազդեցությունները։ Մանգանի պակասի դեպքում ճնշվում են շնչառության և ֆոտոսինթեզի պրոցեսները, նվազում է քլորոֆիլի քանակությունը։ Տերևների վրա հայտնվում են գունաթափված հետքեր, կետային քլորոզ։ Այս միկրոտարրերի անբավարարության դեպքում բույսերում դիտվում է ազոտային քաղց, քանի որ նա ակտիվ դեր է խաղում ազոտի մետաբոլիզմում։ Մանգանը նպաստում է տերևներից շաքարների արտահոսքին։ Մոլիբդենը։ Այս միկրոտարրերի նկատմամբ առավել պահանջկոտ են ընդհավորները և որոշ հացազգիներ։ Մոլիբդենը բույսը ընդունում է անիոնի ձևով։ Մոլիբդենի պարունակությունը բույսերում 0,05-ից 0,002% է։ Մոլիբդենի պակասի դեպքում արգելակվում է բույսի աճը, հյուսվածքներում պակասում է ասկորբինաթթվի քանակությունը։ Խախտվում է քլորոֆիլի սինթեզը, որը պայմանավորված է ազոտի և ջրի փոխանակության խախտումներով։ Մոլիբդեն պարունակվում է շուրջ 20 ֆերմենտներում։ Մոլիբդենի մեծ քանակությունը թունավոր է բույսի համար։ Կոբալտ։ Կոբալտը հատկապես անհրաժեշտ է ընդհավոր բույսերի պալարաբակտերիաների զարգացման համար։ Բույսերում հանդիպում են կոբալտ +2, կոբալտ +3 իոնային ձևով։ Մոտ 0,00002%, ինչպես նաև վիտամին B12-ում։ Բույսերում վիտամին B12-ը չի սինթեզվում։ Այն արտադրվում են պալարիկների բակտերիոիդները։ Պալարիկների ծերացման հետ վիտամին B12 են դուրս գալիս պալարիկների բջիջներից և ընդգրկվում բուսական բջիջների ցիտոպլազմա։ Պղինձը։ Պղնձի քանակությունը կապված է բույսի հասկից և հողային պայմաններից։ Պղինձը բուսական բջիջ է թափանցում կուպրում +2 կամ կուպրում + իոնի ձևով։ Նրա քանակը բույսերում 0,002% է։ Պղնձով հարուստ են բույսի սերմերն ու աճող մասերը։ Որոշակի է այս տարրի նշանակությունը ազոտական փոխանակության մեջ։ Մասնակցում են մի շարք ֆերմենտների ակտիվացմանը և լեգոգլոբինի սինթեզին։ Բարձրացնում է բույսերի չորադիմացկունությունը, սառնամանիքադիմացկունությունը, շոգեկայունությունը։ Այս տարրի պակասը առաջ է բերում քլորոզ, աճի և ծաղկման արգելակում։ Նպաստում է թառանման պրոցեսներին։ Տերևներում պղնձի զգալի պարունակությունը 75%-ից խտացված է քլորոպլաստներում։ Ցինկը։ Ցինկը բույս է մտնում ցինկ +2 կատիոնի ձևով, մոտ 0,002% է։ Ցինկը բազմակողմանիորեն է ազդում նյութափոխանակության վրա։ Այն անհրաժեշտ է մի շարք ֆերմենտների գործունեության և տրիպտոֆան ամինաթթվի սինթեզի համար։ Ցինկը մասնակցում է ֆոսֆորական փոխանակությանը, աուքսինի սինթեզին և ակտիվացնում բույսերի աճը։ Ցինկի նկատմամբ հատկապես զգայուն են ցիտրուսային բույսերը, ասպերգիլուս նիգերսունկը և այլն։ Ցինկը կարևոր դեր է կատարում սպիտակուցների սինթեզի և բջիջներում բաժանման ընթացքում ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի մետաբոլիզմում։ Ցինկը մասնակցում է բջջի մեմբրանի կառուցվածքի պահպանմանը։ Պակասի դեպքում բարձրանում է մեմբրանի թափանցելիությունը։ Բորը։ Կարևորագույն միկրոտարր է, հատկապես երկշաքիլավոր բույսերի համար։ Բույսերում պարունակվում է մոտ 0,001%։ Բույսերը բորը ստանում են անիոնի ձևով։ Այն ազդում է ածխաջրերի, սպիտակուցների և նուկլեինաթթուների փոխանակման վրա։
Բորը նպաստում է փոշեհատիկների ծլմանը, ակտիվացնում է փոշեխողովակի աճը, ավելացնում է ծաղիկների և պտուղների թիվը։ Բորի պակասի դեպքում վնասվում են աճման կոնի բջիջները, խախտվում է քսիլեմայի և ֆլոեմայի տարրերի դասավորությունը, պլաստիկ նյութերի արտահոսքը տերևներից և շարժումը, խաթարվում է վերարտադրող օրգանների ձևավորումը, բեղմնավորումն ու պտղակալումը։ Բորի պակասի դեպքում եղշագիլավոր բույսերի մեջ կուտակվում են ֆենոլներ, որոնք խախտում են նուկլեինաթթվի եզպիտակուցների սինթեզը։ Բջիջների կիսման ռիթմը առաջանում են աճման կոնի փոփոխություններ։ Բորը չի մտնում ոչ մի ֆերմենտի կազմի մեջ և ֆերմենտների ակտիվատոր չէ, սակայն օրգանական միացությունների հետ առաջացնում է միացություններ։ Բորը մասնակցում է բջջի մեմբրանի կառուցվածքի պահպանմանը։ Էվոլյուցիայի ընթացքում բուսական օրգանիզմները հարմարվել են սննդանյութերը խնայողաբար օգտագործելուն։ Այն դրսևորվում է հանքային սննդարության հիմնական տարրերի կրկնակի օգտագործման միջոցով։ Ուսումնասիրությունները պարզել են, որ կրկնակի օգտագործում են հանքային սննդարության տարրերի մեծ մասը, հատկապես ազոտը, ֆոսֆորը, ծծումբը, կալիումը, մագնեզիումը։ Գործնականորեն չեն ռեուտիլիզացվում կալցիումը, բորը, մասամբ նաև երկաթը։ Վերջիններս բուսական օրգանիզմում քիչ շարժ ունեն, իսկ նրանց միացությունները վատ լուծվող։ Բույսերում առավել շարժ ունեն ֆոսֆորի միացությունները, ազոտը, ֆոսֆորը, կալիումը շատ են երիտասարդ տերևներում, հատկապես եթե տվյալ հողում սակավ է դրանց քանակությունը։ Կրկնակի չօգտագործվող տարրերն են կալցիումը, բորը և երկաթը, հատկապես շատ են բույսերի ծեր օրգաններում։ Կրկնակի օգտագործվող տարրերի պակասի նկատմամբ առավել զգայուն են բույսի ծեր տերևները և մյուս օրգանները, իսկ հակառակ դեպքում տարրերի պակասն առաջին հերթին վնասում է բույսերի երիտասարդ օրգանները։ Այս օրինաչափությունն անհրաժեշտ է հաշվի առնել պարտանյութեր օգտագործելիս։ Երկար ժամանակ արմատային համակարգին վերագրվում է ջրի և հանքային տարրերի պարզ կլանում և տեղաշարժ։ Արմատային համակարգի ֆունկցիաների ուսումնասիրության գործում մեծ նշանակություն ունեցան պատվաստակալի և պատվաստացուի փոխհարաբերության վերաբերյալ միջուրինի փորձերը։ Դեռևս 1941 թվականին Շմուկը ծխախոտի և տոմատի պատվաստման օրինակով ցույց է տվել, որ նիկոտինի առաջացումը կախված է արմատային համակարգի գործունեությունից։ Տվյալ դեպքում ծխախոտը համարվել է պատվաստակալ, իսկ տոմատը պատվաստացու։ Ծխախոտի վրա պատվաստած տոմատի տերևներում հայտնաբերվել է նիկոտին։ Ըստ Լիտվինովի և Պոտապովի, արմատի կլանած ազոտի 50-ից 70%-ը մինչև վերգետնյա օրգաններ հասնելը վերածվում է օրգանական միացությունների, իսկ ըստ Կուրսանովի, արմատային կլանած ֆոսֆորն անմիջապես մասնակցում է նուկլեոպրոտեիդների և լիպիդների սինթեզին։ Այսօր բավական խորությամբ ուսումնասիրված է արմատային համակարգի մետաբոլիկ ֆունկցիան։ Արմատներում տեղի է ունենում կլանված իոնների վերամշակում և ընդգրկում տարբեր օրգանական նյութերում։ Արմատներում սինթեզվում են ֆիզիոլոգիապես ակտիվ նյութեր՝ ցիտոկիններ, հիբերիլներ, ազոտ պարունակող միացություններ, ամինաթթուներ, պորֆիրիններ, վիտամիններ, ԱԲԹ, ալկալոիդներ։ Տերևներից արմատներ տեղափոխվող սախարոզը նույնպես ենթարկվում է մետաբոլիզմի։ Արմատներում առաջացած մետաբոլիտները մասնակցում են գունակների սինթեզին, ֆոտոսինթեզին, վերգետնյա օրգանների աճին, բույսի զարգացմանը և այլն։ Հայտնի է արմատների նյութերի կլանման երկու ձև՝ մետաբոլիկ և ոչ մետաբոլիկ, իսկ աղերը ըստ կլանման բնույթի լինում են ֆիզիոլոգիապես թթու, ֆիզիոլոգիապես հիմնային և չեզոք։ Բույսերը հանքային տարրեր կլանում են նաև տերևներով արմատամազային սնուցման ժամանակ, որոնք նույնպես կարող են ենթարկվել մետաբոլիկ փոխարկումների։ Բույսերը հանքային տարրեր կլանում են նաև տերևներով արտաարմատային սնուցման ժամանակ, որոնք նույնպես կարող են ենթարկվել մետաբոլիկ փոխարկումների։ Արմատների մետաբոլիկ ֆունկցիայի ուսումնասիրության գործում մեծ ներդրում ունեն Սաբինինը, Կուրսանովը և Ղազարյանն ու ուրիշներ։ Բնական կենսացենոզներում բույսերի կլանած միացությունները մասամբ վերադարձնում են թափվող տերևների և ճյուղերի հետ, իսկ գյուղատնտեսական կուլտուրաների բերքի հետ հողից դուրս են բերվում զգալի քանակությամբ հանքային տարրեր։ Վերջինս կախված է բույսի տեսակից, բերքատվությունից, հողի կլիմայական պայմաններից և այլն։ Հետևաբար, հողի ուժասպառությունը կանխելու և գյուղատնտեսական կուլտուրաների բերքն ապահովելու համար անհրաժեշտ է պարտանյութերի ձևով հող վերադարձնել բերքի հետ դուրս եկած հանքային տարրերը։ Պարտացման և հանքային տարրերի ֆիզիոլոգիական ֆունկցիաների ուսումնասիրությունը կատարում են դաշտային և վեգետացիոն փորձերի և այլ մեթոդներով։ Նշված մեթոդներն արդեն ծանոթ ենք։ Մշակվել է պարտացման համակարգ՝ ցանքաշրջանառության ընթացքում պարտանյութերի օգտագործման ծրագիր, որի ընթացքում հարկ է հաշվի առնել հողի բերիությունը, կլիմայական պայմանները, բույսի և սորտի կենսաբանական առանձնահատկությունները, պարտանյութերի կազմը և հատկությունները։ Պարտացման համակարգը ստեղծվում է բնության և պրակտիկ երկրագործության մեջ սնման տարրերի շրջանառության հաշվեկշռի հիման վրա։
Դրանք կարելի է բաժանել հետևյալ խմբերի՝ հանքային և օրգանական արդյունաբերական, ազոտական, կալիումական, ֆոսֆորական միկրոպարտանյութեր, տեղային գոմաղբը, տորֆը, մոխիրը, պարզ, պարունակում է 1 տարր, կամ ազոտ, կամ կայլում, կամ բոր, կամ մոլիբդեն, կամ մանգան և այլն, և բարդ միացություն պարունակում է 2 կամ ավել սննդարար տարրեր, օրինակ կալիումական սելիտրան, ամոֆոսը, նիտրոֆոսը, նիտրոմոֆոսը և այլն։ Պարտանյութերը սահմանված չափից ավել կիրառելու դեպքում բարձրանում է հողային լուծույթի խտությունը և դժվարանում է բույսերի ջրի կլանումը։ Բույսերի գերպարարտացումը ունի նաև թունավոր ազդեցություն։ Պարարտացման միջոցով հնարավոր է բարձրացնել բույսերի ոչ միայն բերքատվությունը, այլ նաև որակը։ Սպիտակուցներ շատ պարունակող ցորենի հատիկներ ստանալու համար անհրաժեշտ է կիրառել ազոտային պարարտանյութեր, իսկ շատ օսլա պարունակող գարու հատիկներ կամ կարտոֆիլի պալարներ ստանալու համար անհրաժեշտ է բարելավել ֆոսֆորի և կալիումի սնուցումը։ Հողում ազոտի պաշարների կուտակման միակ բնական աղբյուրը միկրոօրգանիզմների մթնոլորտի ազոտի մատչելի միացությունների ձևով կուտակումն է։ Բերքի հետ հողից դուրս եկած ազոտը մասամբ վերադարձում է գոմաղբով։ Տարբերում են ազոտական պարարտանյութերի հետևյալ հիմնական խմբերը՝ նիտրատային պարարտանյութեր, ֆիզիոլոգիապես հիմնային պարարտանյութեր են և արդյունավետ են թթու հողերում, ամոնիակայինը, ամոնիակային ջուր, վերջիններս ֆիզիոլոգիապես թթու պարարտանյութեր են, ամոնիականիտրատային, ամոնիակային սելիտրան և միզանյութը։ Սննդային բույսերում նիտրատների չափից ավելի պարունակությունը և կուտակումը վտանգավոր է մարդկանց առողջության համար։ Բույսերը վեգետացիայի ընթացքում 1 հեկտար հողից կլանում են 60 կգ ֆոսֆոր, որի մեծ մասը հող չի վերադառնում։ Առաջացած պակասը լրացվում է ֆոսֆորական պարարտանյութերով, որոնցից են պարզ սուպերֆոսֆատը և կրկնակիր սուպերֆոսֆատը։ Սրանք ջրում լուծվող ֆոսֆորական պարարտանյութեր են։ Ջրում չլուծվող ֆոսֆորական պարարտանյութերն են պրեցիպիտառը, թոմաս շլակը, ֆոսֆորիտային ալյուրը։ Մոխրային տարրերից բույսերը անհամեմատ շատ կլանում են կայլում։ Հիմնական կալիումական պարարտանյութը կայլում քլորը, որը օգտագործվում է բոլոր հողերում և բոլոր կուլտուրաների համար։ Օրգանական պարարտանյութերը՝ գոմաղբը, տորֆը, թռչնի ծերտը, կանաչ պարարտանյութերը հանքային պարարտանյութերի հետ օգտագործելիս բարելավում է հողի կառուցվածքը և բարձրանում օրգանական պարարտանյութերի կենսաբանական արդյունավետությունը։ Բակտերիալ պարարտանյութերը պայմանավորում են հողերի կենսաբանական ակտիվությունը։ Դրանցից են ֆոսֆոբակտերինը, որը քայքայում է ֆոսֆորի օրգանական միացությունները, ազոտոգենը, որը հողը հարստացնում է ազատ ապրող ազոտ յուրացնող միկրոօրգանիզմներով, նիտրագինը պարունակում է պալարաբակտերիաներ, ազոտոբակտերը, սիլիկատային բակտերիաների պրեպարատները, ռիզոտրոֆինը և այլն։ Ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում ազոտ յուրացնող բակտերիաների գործունեությունը գենային ինժեներիայի միջոցով կառավարելու ուղղությամբ։ Պարարտանյութերը կարելի է օգտագործել մինչև ցանքը, ցանքի ընթացքում և հետցանքային շրջանում սնուցման ձևով։ Ցամաքային բույսերի կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր տարրերը, բացառությամբ ածխածնի և մասամբ ազոտի աղբյուրը հողն է։ Բույսերի հանքային տարրերի կլանման հիմնական օրգանը արմատն է։ Ցամաքային բույսերի վերգետնյա օրգանների զանգվածը կրկնակի գերազանցում է արմատների զանգվածին, իսկ մակերեսը ոչ։ Արմատային համակարգի մակերեսը 50-ից 150 անգամ մեծ է վերգետնյա օրգանների մակերեսից։ Հողի կարևորագույն հատկություններից է պտղաբերությունը, բույսը ջրով և սննդարար նյութերով ապահովելու ունակությունը։ Հող-բույս համակարգը փոխկապակցված բարդ համակարգ է։ Հողում անընդհատ տեղի են ունենում բազմաբնույթ քիմիական և միկրոկենսաբանական պրոցեսներ, որոնց հետևանքով փոխվում է հողի սննդային արժեքը։ Բույսերի համար մատչելի են հողային լուծույթում գտնվող տարրերը։ Սննդարար նյութերի զգալի մասը կապված են հողի կոլոիդ մասնիկներով։ Հայտնի է նյութերի կլանման 5 ձև՝ մեխանիկական, ֆիզիկական, ֆիզիկա-քիմիական, քիմիական և կենսաբանական։ Հողի կոլոիդների զգալի մասը լիցքավորված է բացասական և նրանց մակերեսին ադսորբցված են կատիոնները։ Հողի կոլոիդները կարող են լիցքավորված լինել դրական, իսկ նրանց վրա ադսորբցված են անիոնները։ Հողում իոնները կարող են փոխանակվել արմատի բջիջների մակերեսին ադսորբցված այլ իոններով։ Կատիոնների մատչելիությունը կախված է դրանց հարաբերական խտությունից, ադսորբցման աստիճանից, հողում ջրի քանակությունից, թթվայնությունից, օդափոխանակությունից, ջերմաստիճանից, բույսի արմատային արտազատուկներից, բույսի առանձնահատկություններից։ Բույսի արմատներից արտազատվում են խնձորաթթու, լիմոնաթթու, թրթնջակաթթու, որոնք սննդանյութերը դարձնում են մատչելի։ Մի շարք բույսեր արտազատում են նաև ֆերմենտներ, որոնք քայքայում են հողի օրգանական նյութերը։ Որքան հողում խոնավությունը բարձր է, այնքան իոնների փոխանակումը հեշտ է կատարվում։ Միկրոօրգանիզմների զարգացման համար հողը բարենպաստ միջավայր է։ Միկրոօրգանիզմներ հատկապես շատ են բույսերի արմատամերձ տարածքում, ռիզոսֆերայում։ Ռիզոսֆերայի միկրոօրգանիզմները մասնակցում են օրգանական նյութերի հանքայնացման և մթնոլորտի ազոտի յուրացման պրոցեսներին։ Մի խումբ միկրոօրգանիզմներ օքսիդավերականգնման ռեակցիաների շնորհիվ բույսերի համար դժվար մատչելի անօրգանական միացությունները վերածում են յուրացվող ձևերի։ Միկրոօրգանիզմներն արտադրում են բույսերի աճը խթանող բիոտիկ նյութեր, վիտամիններ և հորմոններ։ Բույսերի վերգետնյա օրգանների վրա նույնպես զարգանում են մանրէ
մորեններ, էպիֆիտ ձևերի մոտ, որոնք նպաստում են ֆիտոհորմոնների փոխանակությանը և բույսերի աճին։ Հողի միկրոֆլորան բարձրանում է ֆիտոհորմոնների բարենպաստ ազդեցությունից։ Միկրոօրգանիզմները բույսերի համար ունեն նաև ոչ ցանկալի ազդեցություն։ Որոշ միկրոօրգանիզմների մի շարք հիվանդությունների և թունավոր նյութերի կուտակման պատճառ են։ Որոշ միկրոօրգանիզմներ բարձրակարգ բույսերի մրցակիցներ են, կլանում են մատչելի սննդանյութերը։ Ֆոտոսինթեզի ընթացքում տերևներում սինթեզված մետաբոլիտները, արմատային համակարգի կլանած ջուրը և հանքային տարրերը հատուկ համակարգով փոխադրվում են բույսի հյուսվածքներով, օրգաններով և օրգանհամակարգերով։ Դա ապահովում է օրգանների ֆիզիոլոգիական ֆունկցիաների փոխկապակցվածությունը, օրգանների կապը և օրգանիզմի ամբողջականությունը։ Նյութեր մատակարարող և նյութերի կարիք ունեցող բույսի օրգանների միջև ստեղծվում է այսպես կոչված դոնոր-ակցեպտորային կապ։ Հանքային նյութերի դոնորը արմատն է, իսկ օրգանական նյութերինը տերևը։ Այդ կապը իրականացվում է վերընթաց և վայրընթաց ուղիներով։ Նյութերի տեղափոխման նշված ուղղությունների բացահայտման գործում մեծ նշանակություն է ունեցել օղակահատումը, կեղևի օղակաձև հեռացումը մինչև բնափայտ։ Հետագայում այդ խնդրի ուսումնասիրությունը կատարվելու է նաև նշանակիր ատոմների միջոցով։ Տարբերակում են նյութերի մոտ և հեռու փոխադրում։ Մոտ փոխադրումը իոնների, մետաբոլիտների և ջրի տեղափոխությունն է բջիջների և հյուսվածքների միջև։ Օրինակ, քլորոպլաստներում սինթեզված նյութերը փոխադրվում են բջջի մյուս օրգանոիդների և մասերը, որ այլ կերպ անվանում են նաև ներբջջային տեղաշարժ։ Քլորոպլաստներից նյութերն անցնում են ցիտոպլազմա և ապա մաղանման խողովակներ։ Ջրի և լուծված նյութերի տեղաշարժը հյուսվածքներով կատարվում է բջջապատերի համակարգով, ապոպլաստով, ցիտոպլազմա և պլազմոդեսմաներով, սիմպլաստով և էնդոպլազմային ցանցով պլազմոդեսմաների մասնակցությամբ։ Բազմաբջիջ ջրիմուռների մեջ մետաբոլիտները բացառությամբ լամինարիայի տեղաշարժվում են սիմպլաստով։ Ջուրը և նրա մեջ լուծված նյութերը ապոպլաստով և սիմպլաստով են անցնում նաև մամուռների մեծ մասի մեջ։ Բջջապատերով և ցիտոպլազմայում նյութերի փոխադրումն իրականացվում է ոչ մեծ տարածքում։ Հեռու փոխադրումը նյութերի տեղաշարժն է բույսի օրգանների և օրգան համակարգերի միջև, որն իրականացվում է յուրաքանչյուր հյուսվածքով հատուկ մասնագիտացված փոխադրող խրձերով։ Փոխադրող խրձերը միավորելով բուսական օրգանիզմի օրգանները ձգվում են մի քանի սանտիմետրից մինչև տասնյակ մետրեր։ Հատուկ է ծառատեսակներին, որը, բացի բազմաբջիջ ջրիմուռներից և մամուռներից, բոլոր բարձրակարգ ցամաքային բույսերն ունեն փոխադրող խրձեր։ Փոխադրող խրձերը կազմված են տրախեիդներից և քսիլեմային անոթներից, մաղանման խողովակներից և ֆլոեմայի բջիջներից, պարենքիմային և այլ մասնագիտացված բջիջներից ևս։ Հեռավոր փոխադրումը ներառում է քսիլեմային վերընթաց հոսքը և ֆլոեմային վայրընթաց հոսք տեղաշարժերը։ Քսիլեմային հյութը հիմնականում անօրգանական լուծույթ է, սակայն արմատահյութում հայտնաբերվել են ամինաթթուներ, ամիններ, ալկալոիդներ, օրգանական թթուներ, շաքարներ, ֆիտոհորմոններ, ծծումբ պարունակող միացություններ և այլն։ Քսիլեմայի բեռնավորումը առավել ակտիվ է արմատամազիկների գոտում։ Բեռնավորումը կատարվում է երկու պոմպերի շնորհիվ։ Հիմնական պոմպը կենտրոնացած է ռիզոդերմայի բջիջների կեղևային պարենքիմայի պլազմալեմմայում։ Արմատի այս մասում կատիոններն ու ամինաթթուները բջջապատերից անցնում են ցիտոպլազմա։ Անմիջապես տրախեիդներն ու անոթներին հպված փոխադրող խրձի պարենքիմային բջիջներում գործում է երկրորդ պոմպը, որն արտազատում է տրախեալ խոռոչներ թափանցող հանքային նյութեր։ Երկու պոմպերի աշխատանքի շնորհիվ տրախեիդներում և անոթներում մեծանում է ծծող ուժը։ Նշված պրոցեսներում գործում են օսմոտիկ օրենքները, երբ ջուրը անցնում է տրախեիդների և անոթների խոռոչները, նրանցում մեծանում է հիդրոստատիկ ճնշումը և հեղուկը մղվում է դեպի բույսի վերգետնյա մասերը։ Ջրի և հանքային նյութերի վերընթաց հոսքը պայմանավորված է նաև հերձանցքային տրանսպիրացիայով, ջրի հոսքի վերին շարժիչով, որն իրականացվում է ֆիզիկա-քիմիական օրենքների համաձայն։ Հանքային նյութերի և օրգանական միացությունների բաղադրությունը քսիլեմայով անցնելիս փոխվում է։ Այդ վերընթաց հոսքի ժամանակ քսիլեմային հյութի իոնները կլանում են արմատի ցողունի և հատկապես տերևի բջիջները։ Դա է պատճառը, որ գուտացիոն հեղուկում իոնները զգալի քանակությամբ պակաս են տերևներ մտնող քսիլեմային հյութի համեմատությամբ։ Քսիլեմային անոթների ծակոտիներով ջուրն ու նրա մեջ լուծված նյութերը թափանցում են բջջապատեր, ապոպլաստ և տերևի մեզոֆիլի բջիջների ցիտոպլազմա, այսինքն շնորհիվ անոթների հիդրոստատիկ ճնշման և տրանսպիրացիայի ուժերի տեղի է ունենում քսիլեմային բնափոխում։ Այսինքն շնորհիվ անոթների հիդրոստատիկ ճնշման և տրանսպիրացիայի ուժերի տեղի է ունենում քսիլեմայի բեռնաթափում։ Քսիլեմային հոսքով տերևներ հասած անօրգանական աղերը ազոտի և ֆոսֆորի տարբեր միացությունները ծախսվում են աճի և կենսական այլ պրոցեսների համար, սակայն որոշ տարրեր մնում են տերևներում և որպեսզի տերևներում չառաջանա աղային գերհագեցվածություն, գործում են մի քանի մեխանիզմներ։ Դրանցից են վակուոլներում, միտոկոնդրիումներում, բջջապատերում աղերի դժվար լուծվող նստվածքների առաջացումը, աղերի արտահոսքը տերևից ֆլոեմայի միջոցով, աղերի
կուտակումը և հեռացումը մասնագիտացված գեղձերով և մազիկներով։ Ջուրը և նրա մեջ լուծված նյութերը քսիլեմայի անոթներով շարժվում են շատ արագ՝ 20-ից 40 սմ/ժ արագությամբ։ Այդ շարժմանը նպաստում են արմատային ճնշումը, տրանսպիրացիայի ներծծման ուժը, քսիլեմայի անոթների մազակալությունը, ջրի մոլեկուլների հարակցման ուժը և այլն։ Քանի որ քսիլեմայի և ֆլոեմայի միջև անընդհատ տեղի է ունենում նյութերի փոխանակություն, որոշ չափով հանքային տարրերը կարող են տեղափոխվել նաև ֆլոեմայով։ Տերևներից ասիմիլյանտները ֆլոեմայով հասնում են բույսի մյուս օրգանների։ Ցածրակարգ անոթային բույսերում և մերկասերմերում փոխադրականի դերը կատարում է քսիլեմայի մաղանման բջիջները, իսկ ծածկասերմերի մեջ մաղանման խողովակների կեղևի պարենքիմայի ուղեկից բջիջները կատարում են էներգետիկ ֆունկցիա։ Մաղանման խողովակներն ուղղաձիգ դասավորված բարակ բջջապատերով գլանաձև բջիջներ են, որոնք միմյանցից անջատված են ծակոտկեն մաղանման թիթեղներով։ Մաղանման խողովակի յուրաքանչյուր բջիջ ունի ցիտոպլազմայով հարուստ ուղեկցող բջիջ։ Մաղանման խողովակները բազմաթիվ պլազմատիկ կապերով կապված են ուղեկից բջիջների հետ։ Մաղանման խողովակն ունի շարժուն ցիտոպլազմա, մեծ քանակությամբ ռիբոսոմներ, գունակներ, միտոքոնդրիումներ։ Կորիզը շրջապատված է տոնոպլաստով։ Զարգացմանը զուգընթաց մաղանման խողովակների կորիզը քայքայվում է, միտոքոնդրիումների և գունակների չափերը փոքրանում են, անհետանում է տոնոպլաստը։ Ծերացմանը զուգընթաց մաղանման անոթների ծակոտկեն թիթեղներում կուտակվում է կալոզ, պոլիշաքար, որը դժվարեցնում է նյութերի տեղաշարժը։ Բնափայտային բույսերի ֆլոեմայի առանձին տարրեր գործում են մոտ 1 տարի։ Ֆլոեմայով շաքարների հիմնական փոխադրման ձևը սախարոզն է՝ 10-ից 30 անգամ ավելի, քան մեզոֆիլի բջիջներում։ Ֆլոեմայի հյութում կան նաև այլ շաքարներ՝ սորբիտ, ռաֆինոզ, օրգանական թթուներ, վիտամիններ, ֆիտոհորմոններ, ազոտական միացություններ։ Ֆլոեմայի հյութը ունի թույլ հիմնային միջավայր, pH-ը հավասար է 8-ից 8.5-ի, AF-ի բարձր խտություն և կալիումի իոններ։ Հաշվարկները ցույց են տվել, որ մեզոֆիլի բջիջներում օսմոտիկ ճնշումը ցածր է, քան փոխադրող խրձերում։ Դեպի տերևի միջին ջիղ և կոթուն աստիճանաբար շաքարների ընդհանուր քանակը մեծանում է։ Շաքարները և տերևներում սինթեզված մյուս մետաբոլիտները տերևակոթունով անցնում են դեպի ֆլոեմայի մաղանման խողովակները։ Ֆլոեմայով նյութերի տեղաշարժման արագությունը 50-ից 100 սմ/ժ է։ Ֆլոեմայի մաղանման անոթներով օրգանական նյութերը տեղափոխվում են դեպի բույսի մյուս օրգաններ, այդ թվում նաև արմատներ։ Ֆլոեմայով նյութերի տեղաշարժի մեխանիզմը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ։ Ֆլոեմայով նյութերի տեղաշարժը կարելի է ցույց տալ գեղև-նողակահատած ծնծղի օրինակով։ Անմիջական կապ գոյություն ունի ֆլոեմային տրանսպորտի և բույսի էներգետիկ փոխանակման միջև։ Սննդարեն նյութերի տեղաշարժի գործում կարևոր նշանակություն ունեն նաև ֆիտոհորմոնները, մասնավորապես աուքսինները։ Ֆլոեմայով ծերացող օրգաններից վայրընթաց ուղիով կարող են տեղաշարժվել հանքային և օրգանական նյութերը ռեուտիլիզացիայի կրկնակի օգտագործման պրոցեսում։ Ֆլոեմայի շարժման վրա ազդում են նյութափոխանակության պրոցեսների վրա ազդող բոլոր գործոնները՝ ջերմաստիճանը, հանքային սննդառության պայմանները։ Տերևներից օրգանական նյութերի արտահոսքը և տեղաշարժը ֆլոեմայով ակտիվանում է հատկապես բույսերի ծաղկման և պտղակալման շրջանում։ Նյութերի տեղաշարժը հատկապես ակտիվ է նաև ուղղությամբ և դեպի այն օրգաններ, որոնք առավել ֆիտոհորմոններ են պարունակում՝ աուքսիններ և ցիտոկիններ։ Ֆլոեմայով նյութերի շարժման վրա ինհիբիտորները ունեն արգելակող ազդեցություն։ Նյութերի շարժումը բուսական օրգանիզմում կատարվում է դիֆուզիայի, օսմոսի և ֆիզիոլոգիական այլ բարդ մեխանիզմների հիման վրա, այսինքն շարժումը միայն դիֆուզիայով բացատրելը թերի է։ Շարժումը պայմանավորում է կապը բույսի օրգանների միջև։ Իսկ այդ կապը բույսի ամբողջականություն է, այսինքն բույսը ամբողջական օրգանիզմ է։ Կան նյութեր, որոնց շարժումը բուսական օրգանիզմում միակողմանի է, իսկ որոշ նյութեր բույսի օրգանիզմով շարժվում են բոլոր ուղղություններով։ Շարժման ակտիվությունը և ուղղվածությունը բույսի զարգացման ընթացքում փոփոխվում են։